Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր հունվարի 22-ն է, օրը երկուշաբթի, և ձեր հետ միասին եթերում է հանրային դատ հաղորդաշարը։ Հետո հանենք էսատե, մեր մշտական անդամները իրենց տեղերում են, պարոն Աբազյան, ընկեր Անդոյ, Տահաճ Մարդ, Սասուն Խաչատրյան, Վահե Ղազարյան, Արգիշտ Քարամյան առանց Ազատ, բայց փոխարենը մենք այսօր Արգիշտ Քարամյանի կողքը կնստեցնենք Երևան քաղաքի դատախազին։ Իհարկե Քրիստիկն եւ Ռուզիկն, ամեն մեկն պատրաստ է ընդունելու այսօրվա մեր հյուրերին։ Ինչևից է ներս ենք հրավիրում Ռուզիկ աճապարիր դեպի դուրն։ Ատա կոտատվու։ Աղջատ իշքան սիրուն ես դու այսօր, այսինքն դու ամեն օր ես սիրում։ Օրինակ, եթե Ռուզիկն ապրեր միջնադարում, կամ հին դարերի պատմություն էին կազմում, այնտեղ, չգիտեմ, Լուվր, Բեկինգհեմյան դվարեց, հետո դվարեց Թոփքափի, հետո տեն Սուլթանակը, ես համոզված եմ, այդ քո արտաքինով, Լուբոյ թագավորի տուն, Լուբոյ կայսրի դու սենց կքանդեիր ու կփռեիր արևի տակ, ֆիլմ կար սովետի ժամանակ, Անժելիկա Իքարոլ, բայց ինքը ֆրանսիականի, կամ Ժաննա Ձուբարի վերջերս, այդ դու լրիվ, ժան ես քո տեսքը, ես զարմանում եմ, քո մարդը ոնց է թողում, դու գաս ես հաղորդմանը, գիտի որ ստե անշար ժողովուրդ են, լավ դուրը բաց թողան ներտեր, չէ ես քո մասին շատ խոսացի, տպավորված ենք, բաց, ներս ենք հրավիրում, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, Իա Ոհմակով, նստեք, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Էլիզբեկյան, իսկ ազգանունը չեմ կարում։ Երևան քաղաքի դատախազ ուրա դրան ազգան ուրա բարձավետ չես գտնի։ Գնաց կորավ Ռաֆայել Մանուկյան անցնստակիշտի կողը բոզ դղա։ Թևավոր Գանդոն, այսինքն Թևանյան, Մեղրի քաղաքապետն, անցինստի, Սաստեղա, Հայաստանի էլեկտրոցանցեր հիմնարկության տնօրենն, անցի, Ժաննա Անդրեասյան, ԿԳՄՍ նախարար, իա հետ միասին մտնում են ներս Գրիշա Հովանիսյան, Ծիգի պետնա կամ պաշտոնակատարը, իա բոզի տղեկով Գրիգոր Բաղդասարյան, Ռաֆայել Արզումանյան, Աբովյանի քաղաքապետ Էդոյ, Մուսկուլնի, անցինստեդու, թակ, Հայկ Մարության, կլոուն Գանդոն, Գոյ թատրոնի բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյան, դատախազը ստեղան, սայլանցանք, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, Կիրակոսյան նվեր մնացականի, նույն ինքը նորագյուղցի նվերիկ, ուզմա դառնա օրենքով գող։ Եվ իհարկե մեր ամենակարևոր
հյուրերից մեկն Գագո համեցեք պարոն Գագիկ Ծառուկյան եւ իհարկե մեր ազգի համար նվերիկ Ծառուկյան խնդրեմ 3 օր չանդրադարձա հերուտաղա փայլատակեցին նորից նստեք Իմ կարծիքով մենք պետք է հրավիրենք նաև Աննա Վարդապետյանին։ Խնդրում եմ Ռուզիկ, զանգի Աննա Վարդապետյանի ձեռը ասան որպես դատախազ, գլխավոր դատախազ, ձեր ներկայությունը ցանկալի է Տիկին Վարդապետյան։ Խնդրում եմ որ գա։ Пиздец. Салve. Вся семья в сборе. Ճիշտ է։ Ես ուզում եմ տենա մենք որևիցե մեկին որ մոռացել ենք, թե ոչ, մեղրին ստեղա, սաղ ստեղա։ Սուրեն Պապիկյան, պաշտպանության նախարար։ Ինչպես նաև մենք գյուղնախարարություն չունենք, ես չգիտեմ ով ազբաղոնման հարցով կառավարությունը ստեղա կանադառնանք նաև դրանց։ Լավ, սկսենք դեմի բողոքներից, առաջին բողոք, առաջին զանգ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրոցանցերին։ Մավարկյան։ Զանգեն կոնկրետ քաղաքացին, թող իր բողոքը բարձրաձայնի։ Տևական ժամանակ է, անձը ցանկանում է եթերով իա ուզածն ուղի, բայց խառը ժամանակներ էին, մենք եթեր չէինք կարողանում տրամադրենք։ Հիմա տենանք։ Գագո ինչ կխմես, Գագո։ Գագոին բնական հյութ, քրիստիկ, մանգո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Ես տեղյակ եմ, որ դուք տևական ժամանակ է ուզում եք մեր հետ խոսել, բայց խառը ժամանակներ էին, եզերը չէի կարողանում կապնվել, այսինքն չէին կապնվում, դուք հասկանում եք, ես ոնց հասկացա, խնդիրը վերաբերվում է Ձորախպյուր ազատության 96 հասցեում գործող 96-ի, այո։ Մի երկու բառով կասեք, այդ ինչ տրանսֆորմատոր է եւ ինչի եք դուք ժողովրդով բողոքում, այսինքն ինչա ձեր ուզածը։ Սենց ներկայացնեմ, պարոն Ղուկասյան, երևի մի 5-6 տարի առաջ, սենց ասեմ, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք էլեկտրաենթակայան են ասում, պաստանցիա, մեր լեզվով ասում։ Դուք ժողովրդական լեզվով ասեք, պաստանցիա, հա, հետո։ Պաստանցիան, մեր լեզվով ասած պաստանցիան մեծ Ամիջապես դրածա պատի տակ, հենց տան, սեփական տան պատի տակ է դրած, այսինքն սենց ասեմ, երկու սենյակ չի օգտագործվում հենց դրա պատճառով, որովհետև թե առողջականի վրա է ազդում տալի։ Այդ ներողություն, ձեր ասած պատստանցիան ինչքան ժամանակ է ձեր տան պատի տակ է։ Արդեն շատ, երևի 5-6 տարի է։ Բա 5-6 տարի է դուք չեք բողոքել ոչ միտեղ։ Մենք բողոքել ենք ամեն տեղ, ոչ մեկ ոչինչ չի անում, այդ ժամանակ էլ սկզբնական տևական ժամանակ բողոքել են, ասել են Սերժ Սարգսյանն է դրել, հիմա հստակ մենք չգիտենք հենց Սերժ Սարգսյանն է դրել, թե իրապես են Միքայել Մինասյանը։ Բայց Սերժ Սարգսյանը ի՞նչ կապ ունի ձեր պատստանցիայի հետ։ Ես չհասկացա։ Պատստանցիան դրել է հենց իրանց տան բանի համար, ասենց ասում ավելի շատ։ Մի րոպե, ես անգրագիտությամբ չեմ փայլատակում, բայց եկեք լինենք օբյեկտիվ։ Սերժի Մաշկիլուսը չէ, էցա Հայաստանը գիտի։ Ես ուզում հասկանամ, ինչ կապ ունի Սերժը այդ պատստանցիայի հետ, դուք ինչ-որ մի բան չեք ասում։ Սերժը ձեր հարևանն է։ Գյուղապետին մենք բողոքել ենք, ասում են վերևներից են ասել են, որ ասել է Սերժ Սարգսյանն է, հրամայ է։ Սենց է։ Ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը Ձորախպյուրի ազատության 96 հասցեի հետ, դա եմ ուզում հասկանամ։ Ազատության 96 հասցեին չէ, ամիջապես ներքև հարևանությամբ ինքն է մնում։ Բա տենց հասեք։ Այսինքն մի րոպե։ Չէ, ես ոյտե չեմ կարող հասկանամ Սերժի կապը Ձորախպյուրի հետ, այսինքն Սերժ Սարգսյանը Ձորախպյուր ապրա։ Այդ տունը, որը գնել են, ինքը տեղ է մնացել։ Կողը Միքայել Մինասյանի տունն է, ամիջապես։ Հետո։ Այսինքն այդ բանը պատստանցիան եղել է դրած ընդեղ, հա,
Քանի որ ինքն դե տունը առե, ընդից հանե, բերե դրել են ձեր մոտ։ Ասեն վերևներից են ասել, սենց է եղել խոսակցությունը, ասեն Սերժ Սարգսյանն է։ Ոնց որ Սերժ Սարգսյանի հրամանով է եղել որ դրած, այսինքն իրանց համար ավելի շատ։ Եվ հետո ժամանակվանից բողոքել ենք էլեկտրոցանց ամեն տեղ ու ոչ մեկ ոչինչ։ Ոնց որ ոչինչ չկարողացավ անել։ Իսկ մի հատ անմիջապես բացել է։ Հա, ահա, ասեք։ Թակ չի, ինքը անմիջապես բաց է, հենց ճանապարհին քիփ է, թե մեքենաներին է խանգարում, թե երեխաները որ դպրոց գնալ գալուց տեղով է գնում գալի։ Ու բողոքը մենակ մեզանից չի, բոլոր բնակիչները բողոքել են։ Ես տեսել եմ դիմումը, հա։ Հա, այդ ստորագրությունները ամեն ինչ, այսինքն ինքը բարձր բացի այդ վոլտը, որ ասում են բացա, փակ ինչ-որ բաներ չունի, ու գումարը դրան, որ անմիջապես պատի տակ է, թե առողջականի վրա է ազդում մեր, թե հեռախոսի կապերի վրա է ազդում, թե հենց անմիջապես կապի։ Իսկ մի րոպե, իս շատ ներողություն, դուք դիմել եք դատարան, որ դատարանով այդ հարցը լուծեք, հանեք Սիկտիրանեկետի տեղից։ Դատարանով ճիշտն ասած չէ, պարոն Ղուկասյան, մենք բողոքել ենք էլեկտրոցանց, բողոքել ենք գյուղապետարան, տարբեր իշխան, այսինքն կառույցներ կա, բողոքել ենք, որ դա հանվենք, հենց ոչ թե անմիջապես ոնց ասեմ, կապը նրանում չի, որ պարոն Սարգսյանի հետ կապված չէ, անմիջապես այն է, որ էլ Պաստանցյան հանվի դրանից ուրիշ տեղ ինչ-որ դրվի, այնտեղ որ բնակչությանը թեկուզ չխանգարի ու անմիջապես մեջ չխանգարի։ Որովհետև դա հենց անմիջապես երկու սենյակ բացի օգտագործել են առողջականի վրա է տատի, որ օր-օրի գնալով։ Իսկ այդ ձորախբյուրը մտնում է Աբովյան քաղաքի կազմի մեջ հիմա, Կոտայքի մարզ։ Ճիշտն է, Կոտայքի մարզն է, հա, բայց ոնց որ գյուղապետարանը ոնց են ասում, անցել է ջրվեժի ենթակայության տակ, այսպես ասեմ, էլի, հա, ոնց որ գյուղապետարանը առաջ ձորախբյուրում էր, հիմա անցել է ջրվեժի, ոնց որ հիմա ինչ հարց լինում է, գնում են ջրվեժ։ Հասկացա ես։ Պաստորե Սերժ Սարգսյանը բնակվում է ձորախբյուրում։ Ես ճիշտ ասած ներկայացին չգիտեմ ինքը բնակվում է ձորախբյուրում թե չէ, բայց անմիջապես հարևանությամբ իր տունը առաջ եղել է Յուրի Վարդանյանի տունը, դա որ ինքը գնել է։ Կողո անմիջապես տունը 4-5 տուն գնել է Միքայել Մինասյանը, իր տունն է։ Դա բոլորը գիտեն, այսինքն։ Չէ, դե օրինակ ես չգիտեի, որ բանը աներ ու փեսա տենց շատ իրար սիրում են, իրար կող են ապրում փաստորեն։ Նու տներն է իրար կող։ Դա ասեմ, ոչ թե հիմա հարթավել շատ բան։ Հա, ես հասկացա, բանը Պաստանցյան է։ Պաստանցյանը կապած է, իր դեմ ոչ մի բան, ուղղակի Ես էլ ուշ բան։ ասում իր հրամանով, թեմա իր հրամանով չի, ոնց այսինքն ոնց փոխանցել են մենք էլ հստակ ես այսինքն չեմ կարող ասեմ ինքնա թե փեսենա կամ ինչ-որ ով է ասել են Ձեր գյուղապետնով է ձորախբյուրի գյուղապետնով է ժամանակին եղել է Արայիկ Հիմա այն ժամանակին չի հետաքրում հիմա ով է Հիմա ներկայացին գյուղապետ չկա ճիշտ ասած դրա համար եմ ասում ջրվեժի բան տա Լավ ջրվեժի բանը ով է ղեկավարն ով է այսօր գիտեք Ճիշտ չեմ կարող հստակ ասեմ, բավական ասեմ, ճիշտ։ Լավ, ուրեմն քանի որ դուք չգիտեք, մենք եթերով ասում եմ, ճիշտ մատնա, չեմ տեղեկացել, ասում եմ, որ ջրվեժի համայնքի տակ է։ Լավ, հասկացա ես ես։ Լավ, հա, շնորհակալություն, լավ։ Ուրեմն ես չգիտեմ ջրվեժի համայնքի ղեկավարը ով է, այն որ ասում եմ, լուշը по-хорошему, այս բանը Պաստանցիայի հարցը լուծել։ Վերցրեք ձեր պանստացիան, նաև ընկեր Էդո Աբովյանի քաղաքապետ, ջրվեժի համայնքապետի հետ միասին, հələ պատկերացրեք ձեր տան մոտ բերեն դնեն պաստանցիա ու գրրրր, դեկալեք տարեք դերեք մի հատ չոլի մեջ թողնի գրրրր։ Ես հուսամ, որ ընկեր Աբովյանի քաղաքապետը, ջրվեժի քաղաքապետը, այս թաղապետը, համայնքապետը, խառն ժժտել են, ինչ չեն արել, ապա դու բան հասկանամ ես։ Այս անտերության այդ հարցը լուծեք, քանի որ խոսք գնաց Կոտայքի մարզից, Աբովյան քաղաքից, ընկեր Աբովյան քաղաքապետն է ստեղ նստած է։ Ուրեմն ընկեր Աբովյանի քաղաքապետ, նախաթուղթու գրիչ չունես։ Քրիստիկ թուղթու գրիչ դուր Աբովյանի քաղաքապետին, մարդը խորհրդակցության ա գալի առանց թուղթու գրիչ։ Պատասխանատու ազգացում նեմա։ Դեգոն։ Գրի Ուրեմն սա մեկ Պաստանցյան, երկրորդը Կադիմյան Արամ, Առինչ համայնք,
Ուրեմն այս երևույթը 12 մետր լայնքով փողոցներից մեկը զավթելա վերածե ավտոկայանատեղի։ Բողոքները ուղարկել են քեզ բնակիչները Բաբայան Էդոին։ Բաբայան Էդոն ով է։ Դու ես։ Գրգել են Բաբայան Էդոին։ Այստեղ լայնածավալ փողոցազավթե էսարե, էնարե, էնարե։ Էլ ես այդքան բան չունեմ, ժամանակ չունեմ։ Փողոցը ոնց հազավթ է, պարոն Բաբայան։ Այս հարցը երկուս լուծելա պետք, ցիգին, այլուլու։ Գումարած դրան։ Քո Աբովյան քաղաքը սպասարկում է 2 շտաբօգնության մեքենա։ Այսինքն մարդիկ զանգահարում ասում են պարոն Ղուկասյան, վիզը ենք տվե, կանչ։ 2 ժամա սկորի նեմա։ Նստած սպասում ենք։ Հիմա որ բժիշկը գա, քաշենք, տպենք, պիտի ասեն բժշկին տպին։ Նախ հարգելի քաղաքացիներ, շտաբօգնության բժիշկներին ծեծելուն ես կատեգորիկ դեմ եմ։ Ես հասկանում եմ, որ դուք, երբ որ պատվիրոց զանգում եք, մարդը վատ է, ակնկալում եք 10-15 րոպեվա ընթացքում սկորին պիտի լինի ձեր տան հայատը կանգնած եւ դուք ճիշտ եք ակնկալում, բայց սկորը չկա։ Մի ժամ, 2 ժամ մարդիկ նյարդայնանում են, սկորին գալու է, մեկ էլ տենում ենք մի հատ շվշվացնո օրացող էկ կամ ворդ բարձանում են վերև։ Մի երկու ատելյար չեն հասկանում, քաշում տպում են։ Այստեղ բուժանձնակազմը եւ մեղավորը եւ մեղավոր չի։ Դուք որ պահին կանչը տալիս եք, այդ պահին կանչը գրանցվում է։ Դիսպեչերը այդ պահին կանչը փոխանցում է։ Ալ հարց թե էդի արդեն որերորդ կանչն է, որ նստում է այդ մի բրիգադի վրա որպես սպասվող հետագայում սպասարկվող կանչ։ Ամբողջ խնդիրը կա նման նրանում ընկեր Բաբայան Էդո, որ քո քաղաքում գործում է 2 սկորի, որը անթույլատրելի է, սա խայտարակություն է։ Այն դեպքում, երբ որ քո շտաբօգնության պարկը ավտոները կայնած են։ Հիմա եթե այդ ավտոները պիտու են, ինչի՞ չի օգտագործվում։ Եթե մասնագետ չկա, բուժակ չկա եւ այլն, խի գործի չեն ընդունում։ Ինձ թվում է, որ դու քո բժշկական կենտրոնի ղեկավարին պիտի կանչես, ասես, այ բալամ, 2 մեքենայով, ես տեսեք շատ կիրթ, բայց մի կողմին գոլեգաներն են, բայց ես էլ ունեմ համբերություն, մի կողմը դու ես հանկարծ չմտածեն էլի, որ ղզղնա ընկել եմ Աբովյանի հետևից։ Մինիմում քո տարածքում պիտի գործի 4 շտաբօգնության մեքենա, մինիմում, այլ ոչ թե 2։ Եվ այս հարցը եւս լուծել, դա կլինի առողջապահության նախարար Սևուկուլիկ Պորնիկ Բալիկի հետ, թե ընկեց ոչ կոտայքի մարզպետան է, բայց քո մուսկուլնի, քո դիրքը, ձևը եւ այլն հնարավորություն է տալի, որ դու այդ խնդիրը լուծես։ Եվ որպես քաղաքապետ ընտրված, մուսկուլավոր, բիցեպս, տրիցեպս, այդեն սիրուն բաներ քո վրան կան։ Դու պարտավոր ես այս հարցը լուծել։ Մինիմում 4 շտաբօգնության մեքենա պիտի լինի Աբովյան քաղաքում։ Իսկ ինչ վերաբերում է Կադիմյան Արամ երևույթին, որը փողոցը զավթ է վերածել ավտոկայանատեղի, քեզ այդ մարդիկ դիմել են, բողոքնի են գրել։ Այս հարցը եւս լուծել։ Կադիմյան Արամին այդ փողոցից սիկտիր անել, բարիս ամենաբուն իմաստով։ Մենք իրեր հասկացանք, պարոն Բաբայան։ Շնորհակալություն ուշադրության համար, դուք ազատ եք։ Անցնենք առաջ։ Գոյ թատրոնի հետ կապված, ինձ ընդեղ գրել են դերասաննիկը, պարոն Ղուկասյան, մեզ օգնեք եւ այլն, ես ուզում եմ խոսեմ բանի հետ, ինչ էր, Արթուր Սահակյան, ինձ ասեցին, որ Գոյ թատրոնը միացնում են ում հետ, Սունդուկյանի հետ միասին։ Ուրեմն, մինչ խոսելը պարոն Սահակյան, ես տեղյակ եմ ձեր վերաբերմունքը իմ անձի նկատմամբ, իհարկե բացասական։ Ես չգիտեմ դուք ինչն է պատճառը, քանի որ մշակութային գործիչ եք, ինչքանով լավ, ինչքանով վատ, տեղյակ չեմ, ձեր գործունեությանը ծանոթ չեմ, բայց դուք լինելով մշակութային գործիչ, ռեժիսոր, հիմնադիր եւ այլն, մտածեք եղել այս իշխանությունների ամորձապարկի տակ, որը որ բերեց հանգեցրեց նրան, որ այսօր ասեցին, որ ինչքան служили, всё, դուք մեզ այլևս պետք չեք եւ ձեր թատրոնը միացնում ենք Սունդուկյան թատրոնի հետ։ Այսինքն այս իշխանությունը իր պատասխանը տվեց ձեզ,
Նախ միշտ այդպես է եղել։ Օրինակ ասենք նույն իրավիճակի մեջ բոլոր այն մարդիկ, ովքեր որ մտնում են իշխանության տակը, դավաճանելով, որ մտնելով, որպես պնակալեզներ եւ այլն, վերջում ի՞նչ ան, նամանավանդ իշխանությունն էլ որ բաղկացած է այնպիսի մարդկանցից, որոնք ոչ պետականամետ են, այլ բոզի տղեկ են, իրանք օգտագործում եւ շպրտում են մի կողմ, ինչի որ տեղի ունեցավ նաեւ ձեզ հետ, մայստրո։ Ես որոշել էի ձեզ օգնել, բայց երբ որ ես լսեցի ձեր վերաբերմունքի մանձի նկատմամբ, ես ասեցի այդ մարդից խոմ հոգեկան հիվանդ չեմ, ես օգնեմ մի մարդու, ով աչուձախ բերանը շաղատալի իմ հասցեին։ Դուք սիրում եք կուլտուրական մարդկանց, ճիշտ է, եւ կուլտուրական մարդիկ էլ ձեզ ասեցին արեք կուլտուրական մինետ, պատարագ եւ դանակով։ Դա շատ ցավոտ է չնայած։ Ինչևից է, ես չգիտեմ ինչ տեղի կունենա ձեր թատրոնի հետ, կմիացնեն, կանջատեն, նո արդեն միացնում են եւ այլն։ Այստեղ ես Երևակայի պահեմ полный нейтралитет, потому что հասկանալի է։ Ապերախտ մարդկանց կամ այն մարդկանց, ովքեր դրական տրամադրված չեն իմ հասցեն, ես ինչի պիտի օգնեմ։ Սա կապված գոյ թատրոնի հետ իմ վճիրը։ Իմիջալոզ վճիր ասեցի միտս ընկավ։ Զանգի նաև դատախազի հետ միասին թող գան վերաքննիչ դատարանի դատավորներ Սլավիկ Թորոսյանը, Կարեն մի րոպես ինչ ազգանուն էր, Միվարքյան Կարեն Համբարձումյանը, չեմ սենց գրել, չգիտեմ, իմ ձեռագիրն է, ես չեմ կարեմ հասկանամ, Համբարձումյանը և քաղաքացիական բանով վերաքննիչ դատարանի դատավոր Նաիրա Մարգարյան, ասեք թող արագ մոտենան, Աննա Վարդապետյանը թող իրեք կինել ավտոյով հավքի գա։ Так, գագո, ինչ կա, ինչ կխմես, ինչ կուտես, դեսերտնի, շոկ մանժե, դուրն եկել ան, գագոիս շոկ մանժե, ասենք առաջ, так, ստեղ, աստերտականության, թեմաներ, մեղրի, հետով գանք ուրեմն քաղաքների հետ կապված, վերջին մի քանի ժամանակներս բավականին լուրջ խոսակցություններ են տարածվում մեղրի շուրջ, ինչ հետաքրքիր է, որ նույն թեմային անդրադարձել եմ եւ ես, եւ Արմեն Չիբուխչյանը, եւ կառավարություն կոչվածը կամ կառավարության ներկայացուցիչը կամ կառավարության խոսնակը, իշխանությունը փոխանակ տա պատասխան, թե ինչով է պայմանավորված պետական ինստիտուտների լիկվիդացումը մեղրի քաղաքից, ինչ էր Չախոյանը, ինչ է այն խռի գլոխը, Տարոնա, ինչ ով այդ բոզ դրեն։ Փոխանակ դրա պատասխանը տա։ Հելելա հայտարարում է, ասում է Արմեն Չիբուխչյան կա, դրան ֆինանսավորում է եսին ով։ Ուրեմն Արմեն Չիբուխչյանը իմ աշկերուսը չի։ Արմեն Չիբուխչյանին կֆինանսավորի Նենսի Փելոսին, Վլադիմիր Պուտինը, Էրդողանը, Սուլեյման Դեմիրելը, դժողքը, դրախտը, չգիտեմ, եկնային գրասենյակը, Քրիստիկը, դա ինչ կապ ունի ընկեր Տարոն, նրա հետ, որ մարդը բարձրաձայնում է թեմա, ասում է մեղրի քաղաքում զինկոմ սիկտիր, ոչ իմ կադաստր սիկտիր, պեկը սիկտիր, մորգ սիկտիր, հիվանդանոց սիկտիր եւ դա դրա հետ ինչ կապ ունի։ Մեղրի քաղաքապետի ինտերվյուն եմ լսում դեմից, ասում է այո, էսի չունենք։ Մի օր հետո Իմիջալոս մեղրի քաղաքապետը Վազգեն Սաքսյանի քվոր կուսակցությունից է, այն Արամի ձվի թայնն է։ Մի օր հետո այդ նույն խերոիդը լրիվ ուրիշ ինտերվյու է տալում, ասում է ապա տեղեկատվությունն են տալում փողի դիմաց։ Հիմա ես ուզում եմ, ուր է այդ մեղրի քաղաքապետը։ Հիմա ես ուզում եմ մեղրի քաղաքապետին հարց տամ։ Ընկեր մեղրի քաղաքապետ, դու կադաստր ունես, թե
չունես։ Մարդիկ ասում են չկա 23 թվի օգոստոսից։ Չկա, ահա։ Պետական եկամուտների շենք հարկային կա թե չկա, ասում չկա, հետո ասում այս մի տարիա ռեմոնտը սկսել ենք, վերանորոգում ենք, նորն ենք սարքում իջեք։ 2023 թվի մարտից պեկը փագա։ Ինչն եք, արդեն մի տարի թմավ, ինչն եք դե վերանորոգում եւ չեք կարողանում վերանորոգել։ Մյուսը զինկոմը ինչա գնացեք գորիս։ Չէ հարց, ստեղ ինչ կապ ունի Չիբուխշան Արմենին, ով է փող տալը։ Խռի գլոխն է փող տալը։ Մարդը թեմա բարձրացնում է, ուրա զինկոմը, իմ հետ միասին բարձրացնելա։ Ով առաջով հետ կապ չունի։ Մորգ ունես։ Մեղրի քաղաքապետ դու կոմող մորգ ունես մարդիկյաց մեռելի 70 կիլոմետր տանեմ հասցնում եք եսին որ մի գրողի ծոցը դատական բժիշկ չկա հերձեմ հետ եմ բերեմ ուրա քո մորգը ստեղ Չիբուխշան Արմենը Ամերիկա նստած ումից ինչ նավիկա վարտա դրա հետ ինչ կապ ունի Մորգդ ուրա, մեղրու քաղաքապետ քեզ մորգում ծսրած կամ Հեչը տես բաներելա, որ քեզ տանեն կողեն մորգ, են երկաթի սեղանը կամ, են որ պարկստում են ու հերձում են, երկաթի սեղանի վրա քեզ ծսրած կամ, ատենց էքստրիմ սեքս արած կաս, բոզի տաղա Ինչ կա, մեկ ուրիշ բան ասեմ, մի օր հետո ուրիշ ինտերվյու ատալեմ, են քուրը, են վազգենի քուրը, են ғախ, են բայոյապես բոզի տղեն, զանգ է ծսրել, ամենայն հավանակը, քվուրը չեմ կարեմ ես տամ, ախր իմ վերաբերմունքը այդ ընտանիքի նկատմամբ, ես թվում է ինձ կարողը բանը գրետնա բերեմ, այս ես տպավորություն է, ես ավելի շատ եմ վազգենամոր, քան թե ես սեփական աղբերը Զանգ է ծսրել, թեսի չես անը մեզ ուզում ես բանից, լապամանից զրկես, ես ինչ հակաբաներ ես խոսան Բամար չասի, իշքան հումար ամսվա մեջ մարդ մերելա, մեղրի քաղաքը Դրանց սա հարազատները, վազգենի աղբորը Արամ Սարգսյանին և մեղրու քաղաքապետին Էդ փագած, բլած, ավիրած մորգի մեջ երկուսի ծսեն են Հասկանում եք, բոզի տղեք մորգը ուրա, ինչի ցելի քաղաք չունի դատական բժիշկ, հարց եմ տալի, ստեղ Չիբուխշանը Լոնդոնից է խոսում, ինչ կապ ունի, ասեմ Չիբուխշանի մաշկելուսը չի է, ես անձամբ այդ մարդուն բշտել եմ, բայց օբյեկտիվ, ու Չիբուխշանն էլ են կադրն են, որը որ Նիկոլի գովներ անեմ, Սայատնովայի նման սազնարել են, քանին գուրջանիմ, ջարկի գուրբանիմ, գովը մեր Այսօր վերջապես հասկացել է, որ Նիկոլը բոզի տղա է, ես ինչ եմ գովը։ Ոնց կարա քաղաքը չունենա մորգ։ Հիվանդանոցը չի ջերուցվում, հարց։ Չէ հարց։ Արխիվ 5 տարիա չունես։ Զորամասի լվասկատուն չունես։ Այդ սաղ զինվորները, իրանց մայկա տրուսիկը, լվանան Սյունիքի մարսպետի, քո կնգաբեդի մեջ։ Իշքան զինվոր կա, իրանց է տրուսիկ, փոխան, նայք, մազգա տրուսիկ, որ և դնեն ձեր նավարի այդ կորպուսի հրամանատարի կնգաբենի մեջ, քո կնգաբենի մեջ, մարսպետ, զորամասը լվաս կոտուն չունեն, Չհարց, ստեղ, ինչ կապ ունի, սամանամերս գոտի յա, դուք ինքը տեղի մարսպետ կոշված չարու չատլախը, ինքը պիտի պետական ծրագիր բերեր, այդ մարդկանց բարձր աշխատավարձ տար, գնար մտներ Երևանի պետական բժշկական համալսարան, դատաբժշկական ֆակուլտետ, իշքան դատաբժշկար սաղի խերը հանել խպիրակի տուպերին ասեն տուն եմ տալեմ, տեղ եմ տալեմ, փող եմ տալեմ, մի հատ դատաբժիշկ ինձ վեկալեք խրգեք ստեղ, բարձր աշխատավարձ։ Այդ է Չիբուխշան ինչ կապ ունի։ Կամ հե տարոնա ինչ բոզի տաղա էլի Մեկ այս մարդ հիմա եթե ազգային ժողովի պատգամավորնիկ են օպոզիցիոն ու իմիջալոց Սյունիքում գերակշռում են ռոբասերժական անկլավի ժողովուրդը Հիմա լովիկ վեկալ քո մուսկուլմի քո պատգամավորներով հանդերձ Օրինակ ես ելնեի քո տեղը ինչ կանեի տղա ջան Մե վարկյան, մե բաժակ ջուր Եվ վերջ Ես էլ նեի քո տեղը ինչ կանեի Կվեկալ եմ երկու պատգամավոր
Այդ ձեր Toyota սերվիզի ջպերով կգնայի մեղրի։ Կկանչեի մեղրի քաղաքապետին, կասեի Արիստե, գալ բուրախ։ Հիմա հաթա 11 մեղրի կադաստրով չկա։ Պեկ փագա, զինկոմ գորիսումա, մորգ նեմա։ 2024 թվից փետրվար ամսից, այս 20 փետրվարից դատարանը եղած չեղած ավկում, ասում է, «Ես գնացի բան, դապան, սո»։ Այսինքն դատարանը դեռ տեղափոխվում, արխիվ չկա, լվասկատուն չկա, բան հիվանդանոց, հələ գնացեք միակ դուք մանդատավոր եք, ես ազգային ժողովում պատգամավոր չունեմ, հասկանում եք որ զանգեմ ասեմ, իմը ավականիա, ավականին չի կարա հլի գնա մեղրիում ասես եկել եմ, ուրա, չեն ասա տղա ջան, դու մեղրի ավականն ես թե Երևանի, դավայ սիկտիր, բայց դուք պատգամավոր եք, ձեզ որ մեկ չի կարա ասի, դավայ սիկտիր, ժողովուրդն էլ ձեզ անդրե, դուք կուլտուրական եք, հիմա ասում են Արման Թաթոյանին ենք ուզում, անես կուլտուրական տղայա, կուլտուրական ծծնեմ ձեզ։ Բա հերը գնացեք հիմա տե, մի հատ ես մեղրի քաղաքապետի ձեռը բռնած, դու կարա ձեռից բռնես լովիկ, հատ անցի, վերջում ասա բոզի տղա, ուրա, ու մի հատ էլ հելի գնա մտի հիվանդանոց, են որ դու հիվանդանոցը մպարկել էիր, հիշում ես։ Կնիկը դել որ եկել էր ձերը բռնել էր, սիստեման ձերի մեջ դրած, սավանը վրետ կցած, ես էլ դաժե ֆիլմ նկարեցի, որն էր, վրեժի ծարավ իրաշտություն էր, որն էր, չեմ իշեմ, հա, էտից էր, պոյ, լովիկ պոյ, տենը մեզ դու տակ պայմանները մի հատ սավանը վրետ կցած, սիստեմը ձերիտ մեջ դրած, կնիկըտ ձերըտ բռնած, ձերըտ մենակ ծարներևմ նկարվել էին, դու չէիր մրսëm։ Բա հիմա հելմյատ հելի գնա մեղրի հիվանդանոց, դեպուտատն ես, մի հատ գնա մեղրի հիվանդանոց, հլը տես էդ հիվանդանոցում միտակ սավանով, ձերը բաց, հիվանդը կարա պարկի թե չէ, թե կսարկ սատկի, էդ է կմերրի, ջերուցումն ուրա։ Լովիկ սովորի տղաց ծսցնել և առհասարակ, յուրաքանչյուր ազգային ժողովի պատգամավոր պիտի դա կարանա անի, որպիսի այսենց դեպքի վայր գնալուց քաղաքապետին, ով որ սենց խապհմա, մի հատ ուրիշ ինտերվյու տալեմ, հետո ուրիշ ինտերվյու տալեմ, հետո ուրիշ բանախո, վզիս բռնես, չոքսնես, ասես դե հիմա արա, գլգլը, բոզի տաղա, ուրիշ լեզու, ցավոք սրտի, մեր ժողովուրդը չի հասկանում, կատեգորիկ, մարդիկ ասում են Վարդան Ղուկասյանը հայոմը յամանեսիշ բան ասում, հələ մի վարկյան, կապված նաև հայոյանքի հետ, են որ մի հատ բան եմ գտե, ուզում եմ ընթերցել հատուկ ինտելիգենցիայի համար։ Կայնեք։ Իհարկե։ Էսի ես չեմ ասում, էսի ձեր նման ինտելիգենտերն են գրեմ։ Փաստացի, ըստ Մուրադյանի սկզբնապես հայոյանքն առաջացել է որպես ծիսակարգային սրբազան լեզու, հայոյանքը, որով մոգերն արտասանում են իրենց կախարդություններն ու սպասում առատ բերքի, էդ ես չեմ գրել։ Այդ լեզվի հիմնական հասկացությունները կապված էին արական ու իքական սկզբերի և նրան սեռական բնույթի հարաբերությունների հետ։ Այսպիսով, նշված շրջանում հայոյանքները սեռական ակտի և բեղնավորման գործընթացի մոգության նպատակներով իրականացվող սիմվոլիկ նմանակումներ էին և հիմնականում կապված էին հողագործության հետ։ Էթնո-երաշտագետ պատմական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Բիկիչյան նշում, հայոյանքը ծիսական բնույթ ունի և պարտադիր տեղ է գրավել պտղաբերություն և ծնունդ ակնկալող բոլոր ծեսերում, հարսանեկան, նոր տարվա, երկրագործական և այլն։ Երկրագործական ծիսակարգում հայոյողը կերպարվում է իբրև աստվածային վարող, այսինքն Վարդան Ղուկասյանը հիմա աստվածային վարողը, այ բոզի տղեք, էդի կուլտուրական մարդիկ են ասում։ Ուրա Խառեցիար, բոլորը, իբե աստվածային վարող, աստվածային ցանող հերոս և զուգորդվում հողի հետ, սրանով էլ հաճախ բացատրվում է ծիսական հայոյանքի մյուս գործառույթները ընկալվելով իբրև չար խափան, ուժ, աղոտք, հմայք։ Էս էլ խոմ,
Գիտական որ մարդիկ են ասեմ, որ հայոյանքը, իսկ հայոյանքի մոնոպոլիան, ոնց էր ասում են Ալեքս Համսոնյանի հաղորդաշարը, իմն է։ Իզնից բացի ոչ մեկ չի կարա։ Հայոյի այնպես ինչպես մոգ։ Կտրեն, մեկ ունտուր հրիպսի մե, բիկիչան, էթնոսա երաշտագետ, պատմական գիտությունների տեխնացու։ Խփեք, բացեք, կարդացեք։ Ուստի ասրանից հետո թույլ ոչ մի կուլտուրական ղախ պիտաղա, չասի թե Վարդան Ղուկասյանը հայոյում է։ Գիտությունը իմ կողմից է։ Ուստի քանի որ գիտությունը իմ կողմից է, ու ասում եմ որ ես ծիսական վարող եմ աղջի ռուզիկ դու կպատկերացնեին, որ ես աստվածային մարդ եմ։ Բա, ես չգիտեի։ Իմ համար լրիվ նորություն Վարդան Ղուկասյան աստվածային մարդ։ Դու տես։ Գիտականնի, այդպես եզրակացություն են տվել իմ վերով։ Ու ես ապերախտ, բոզի տրեքն ասում են ինքը կրվում է, ինքը կախ։ Բա ոչ ասեմ պիկիչանը ծծնի ձեզ։ Իա պիպիկով։ Ու հիմա, ընկեր Լովիկ, վեկալը մեզ քո պատգամավորներին տեսալ, աչոտն են տվի, որ նորմալ բանա, ու էթը մեզ մեղրի։ Են Կամիլ Մազերովին էլ կվեկալես հետըտ, ես վստահ եմ, որ ոնց վերևի մազերնա կարմիր, ատեց էլ ներքևի մազերնա կարմիր, եթե կա, բայց ենի պիտի Սիրի, Անտար, կարմիր, Աշուն, Շվեցարիա, հատուկ ծառեր, կարմիր դեղին եւ այլ։ Այդան հետդ վերցնում ես, որ մեղրի քաղաքապետը, երբ որ կզի են Կամիլ Մազերովի բդերարանքը, ագնես, զգա բնության ցողը, բեկրանքը, ինքը տենա ալպյական մաքրություն ու բնություն, ինչա կատարվան էտ այդ կնգա պաչեկի արանք, իհարկե քրիստիկը տեղ դրիվ ուրիշ է, քրիստիկի մոտ յոժիկ է, ու ագրեսն պիտի Կամիլ Մազերով գնալ գալով, ծսցնի, անպայման ագրեսին էլ հագցնում ես մի հատ ռուսիկ, որի լաբավո մասում գրածլնի, գլը, որ մեղր ու քաղաքապետը հասկնա ինքը ինչ պիտի անի։ Բոզի տղեք, պաստը դնում ես դրեմները, ասմա չէ, բան ինչ է դրանում, չիբուղշանը փող առրեմ, արա չիբուղշանը փող առրեմ, որ առրեմ, ինչ կապ ունի, մարդ ասում դուք բոզի տղեք, էթա, ապրես, ածարի, դոզարի, Գագոն կզգնավ, գագոն, մի տրորի խերդ, գագո, կողիներն էլ են ուզում, իսկ մեղրի ժողովրդին ես խոստանում եմ, մեղրին կունենա ամեն ինչ, դաժե մեղրին պիտի ունենա են, որ դաժե որպես քաղաք կյան չի էլ հասնեմ, ես մեղրի ազգաբնակչությանը դա խոստանում եմ, ես չգիտեմ ուրիշ ինչ քաղաքական դեմք ձեզ խոսքը տա, ինչ խոսքը տա, ես չգիտեմ, ես իմ խոսքի տերն եմ, այս ամենը մեղրին ունենալու է, պլուս դաբավը չնի, բժիշկներով, յա կենտրոններով, ամեն ինչով, սա նաև մեղրի ժողովրդի մեղավորությունը, որ այսենց բոզի տղեկի են ձեն տվե, նախկին ու ներկա անուն ազգանուններով, ու հիմա պիտի այդ դեպուտատնիքը, որ նստած են ընդեղ, տեն տարոն են, տարել կա երես գանդոնը, որ ասամանապակ պատասխանությամբ ծրթել է, առաջինը նա պիտի վազեր մեղրի, ես հիմա սպասում եմ ազգային ժողովի պատգամավորների ընդդիմադիր քանի հոգյավաղը գնալու մեղրի, ինձ են բեսամ հետա փողը ունեք, ավտոն ունեք, ամեն ինչը ունեք, Հայաստան սիրելը Ղարաբաղի դրոշ դեմը դնել ու Նիկոլ ծծնելը չի, ես նայց են որ, ասենք ես ուզում եմ բանանել արտահատվի, որ մուսկուլնի դրած, նախ լովիկ իրավաբանական ավարտած տղա ես, տեքստը կարդալը որն է, դու տեսել ես ես տեքստ կարդում եմ են ինչ-որ կոնկրետ պիտի ոչ եմ կարդացվի, ես ինչ-որ եթե մարդուն հարց տամ, ես դաժե մամլու ասուլիս բան լրագրողները, որ զանգում ենից, թո մի հատ լրագրող, ով ինձ այսքան ժամանակ ինտերվյու ավեկալ է, մեկը ասի, որ ինչ-որ մի հարց իմ հետ համաձայնացրել է նոր, բացարձակ, իրավաբանական ավարտած, բարձրագույն ավարտած, մուսկուլնի ունեցող տղա ես, տեքստը հարցը կարդում ես, երկու բար չես կարում Կապեսյանից հարց տաս, կամ իշխանություն ա կոչվում,
Վարչապետա կոչվեմ, խերի գլոխը։ Ես չհասկաց, ասանք նամյոկը հասկացան, թե չհասկացան, ազգային ժողովի պատգամավորն ասում է կառավարության գլոխ։ Նախ ասես գլուխ, բայց ավելի ճիշտ կլեր ասել գլոխ։ Եվ որ ասել գլոխ կարող է այդ վաղ հասկանային, որ ի նկատի ունի խերի գլոխ արտահայտությունը։ Ազգային ժողովի պատգամավորը Հայաստանի Հանրապետության վարչապետին ասում է կառավարության գլուխ ու մնացածը հարցն է տալում ինչ տոն լավ անեմ կարեմ անեմ մոլոդեց հարգեցի Պսը որ կանա դրա հետ մեկտեղ նաև լովիկը Նիկոլին ծծծրի вообще իմ դուրը կգա կասեմ տղայա բայց մն հետարքի նայա որ ինքը որպես երկրի վարչապետ նե այդ տոնովա պատասխանը ես որ ասում եմ ոչ հələ մի պա եկեք մտովի տեղափոխվենք ու պատկերացնեինք որ նստած է Վազգեն Սարգսյանը եւ որևէ մի պատգամավոր այդ տոնով այդ абսուրդ անցանք բայց հələ ուղղակի բան ենք անում էլի պատկերացնում ենք չմո տրապկա բարիս էսենց փալաս բոզի տղեն ոնց եկավ դարավ կառավարության գլուխի այսինքն ոչ չեկավ դա բերին դարձրին նույն ընկեր նախկիններ կոչվածները այնոն էլ Բայդենի ինտերվյուն էին դրել մարդը Բայդեն ասում է չէ այդ խոմ Բայդենն ասում Վարդան Ղուկասյանը չի, Թուղթու Թանակը չի, որ ասեն կեղծել են, տենց բան չկա։ Մարդը ընկեր Բայդենը փող կան նախագահ եղած ժամանակ ասում է, որ մենք ուզում ենք ցեղասպանությունը, ընդունենք Սերժ Սարգսյանը, զանգեց ասես մի ընդունեք, մենք հարաբերություններ ենք բայլավում Թուրքիայի հետ։ Նույնը շարունակվում է այսօր այս բոզի տղեկի կողմից։ Նախկիններ, ներկա, ինչ խերից նախկին, ինչ խերից ներկա, ազին խույ։ Մենք եսա կանադարնանք, նոր շեղիդին չանի արդեն դաժը։ Բանա, տարասելա նկարներ, չկլը բկլը, բակվի բերթում մեր նախագաները, են լովա մնացականյաներ ինչ էր, կյաժը դարելա սպիտակ, ալբինոս, մարդիկ ընդե օյաման, մեր նախագաները, Ատա բերթերում եւ ալը մի ցավակցություններ մի խիղճ մի բան մի նախագահը եւ ալը այդ դուք ում եք խղճում չէ հարց ում եք դուք խղճում դուք խղճում եք Բակո Սահակյանին դուք խղճում եք Արկադի Ղուկասյանին Արայիկ Հարությունին մարդիկ որոնք ձեզանից 100,000 անգամ հարուստ են մարդիկ ով իրենց Քաշի չափ, քաշով։ Մենակ կարող է բրլյանտ ունենան տներում լցած։ Ուրդեղից։ Այն բոլոր են քաղաքացիները, ովքեր խղճում են Բաքվի բերթում իբր թե փդող Արցախի նախագահներին կամ վարչակազմին, ես ուզում եմ հիշեցնել տարիներ առաջ, ինչու՞ տարիներ, տարի առաջ, Վարդան Ղուկասյանի կողմից, եւ ոչ միայն Վարդան Ղուկասյանի հրապարակվեցին կադրեր, ինչպիսին է եղել Շուշվա բերթը։ Դուք տես գոմը, այտենց չէր, անասունին նման պայմաններում չէին պահում։ Պատերը, վիճակը, խոնավությունը եւ այլն։ Դուք տեսաք, դաժե ադրբեջանցիք, որ մտել էին Շուշին, գնավոր են ասել են նման պայմաններում եկալա մարդ պահել։ Նման պայմաններում այդ նույն Բակո Սահակյանը Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը եւ նմանատիպ այլ Ղարաբաղյան կլանի բոզի տղեկ պահել են մեր 18 տարեկան երեխեքին, որոնք որ մեղադրվել են տանց գողանալու, Ղարաբաղցու տուն մտե սմետան մածուն են տարե խոսքի, իրար միջև միջ անձնային հարաբերություն ունենալու Զորամասի պատը թռե անցելա ենկո միջոժամ ուշահետեք է, այսես բաների մեջ մեղադրվող 18 տարեկան երեխեքին, սիրելի մեր հայ ժողովուրդ, ձեր Ղարաբաղի ղեկավար կազմը պահել է նման բանտում։ Ես չեմ խոսում նրա մասին, լուբոյ Շուշվա բերթ ընգած
տղային, ով են գելա Շուշվաբերդ, կունենաք ձեր հարևանությամբ, կամ Ղարաբաղում ծառայալ, իմ բոլոր բարերը կհաստատեն, ինչ քֆուրներ են կերել, ինչ ծեծ ու ջարդի են ենթարկվել կլուշնիկների կողմից, ոնց են խոշտանգվել, այդ նույն Արման Թաթոյանին, որոնք այսօր ասում են ինքը կուլտուրական է, այդ նույն Արման Թաթոյան, դու հիշում ես, իմ ու քո հանդիպումը 2016 թվական, եթե չեմ սխալվում, Նուբարաշեն քերակատարողական հիմնարկ, 6-րդ մասնաշենք զրոներում, ադմինիստրացիայից էր քո այդ մարդկա, երբ որ ես քեզ ասեցի, որ Շուշվաբերդում զինվորները խոշտանգվում են, մետեր եղի, օմբուդսմեն ես, ինչ պատասխանեցիր դու ինձ, դա մեր երկրի տարածքը չէ, ես էլ ասեցի, բայց զինվորները մերն են, բայց թե մեր երկրի տարածքը չի, դու խախի պետություն, զինվոր խես գրգում, հա, և այսօր, ցավակցական բաներ, լացակումած սմալիգներ, Արայք Հարությունյանը բանտը, ավելի լավ, նախ հետո, միաթր նայեք, ինչ պայմաններում են իրենք, ինչ բերդում են նստած, պոլը, մաքրությունը, տելևիզատոր, գրադարան, էծապոլկեք ու հիմա, հելը գնացեք Նուբարաշեն քերակատարողական հիմնարկ և տեսեք ինչ պայմաններում են մեր կալանավորները։ Մեր բերդի խցերը տեսեք, որը ոչնչով չի տարբերվում Շուշվաբերդից համարյա, ու դրանց պայմանները նայեք, վիպ, նորից եմ կրկնում, բառիս ամենաբուն իմաստով։ Եվ ցավալ, խղճալ, չգիտեմ լացելու սմայլիկներ դնել Արայիկ Հարությունյանի տուն ու տեղը ծծցնեմ ես, Արայիկ Հարությունյանը թալանեց սա Ղարաբաղը, իա Բակոյով, իա Արկադիով և այդ մյուս մնացած բոզի տղեկով, այսօր դուք ում եք ցավակցում, էդ եմ ուզում հասկանամ, այդ լացողները, որ սմայլիկները դրել են, այդ սմայլիկ դնողներին մեկը հարցնի, դու Շուշվաբերդի կադրերը տեսել ես, տիկին կամ պարոն, 20-30 տարի քո 18 տարեկան երեխեք այդ բերդում են փդե, ամեն մեկը մի հիվանդությամբ տեղից է դուրս հայկե, զինվորին տանը գլուխը կողում են զուգանի ծակն ասում են, քո երևանցի մամանք ունեմ, ու բան խոշտանգում էին։ Բա այդ ժամանակ լացող սմայլիկներ խի չէիք դնում, հա? Վերջացրեք, ու հերիք այդ բոզի տղեկին փորձեք շինել ազգային հերոս կամ խղճալ կամ ես եմ ինչ անել, այդ բոզի տղեկի պատճառով եղավ այն ինչ որ եղավ, սրանց հետ միասին, պատերազմ եք ուզալ, պատերազմ կտենակ, կոֆե խմող բոզի տղա, ու հել միած է վերադառան հայերիկ միակ մենակ մկախաղան, հələ ես գամ ու Ադրբեջան ընձի հետ տա, դա շատ ուրախ կլնեմ, որ բերու եմ հրապարակի մեջտեղը 5 հատ կռան կայնսնեմ, կռանից հալևո, վսո, կախ է, որ ազգը տենա, առձես դեմոկրատիա։ Այդ ես պիրն այդ օրենքը, այդես բոզի տղեկի բան պատճառով եղավ, են ինչ որ եղավ։ Նյատր խղճում են, մեր նախագաները, ինչ խերիս նախագա, ինչ խերիս նախագա, Երաբալուրը նայեք, նախագան հասկացեք։ Մնում էր հիմա վաղեմիսով դրանց է պրեն, ազգային հերոս տան։ Հետ էլ ասեք ու պրծեք։ Կամ են ես են բոզի տղեն, են, ինչ բանը Ղարաբաղի նախագահ է շկերրիս կլոքա, ասման նշանակվել է նոր նախարար։ Բոզի տղա, ուր դեզ նշանակ է նոր նախարար։ Դու պետություն ունես, դու իշխանություն ունես, դու կառավարություն ունես, մի հատ նոր բոզի տղա ես նշանակա։ Ժաննա Անդրեասյան, ու այդ ագարկեն, ծնվել է 81 թիվ Վրաստան կրթության գիտության նախարար, ուրա, պաստով, որ բան չլնի, թեմա չլնի, կայնիկ,
Բացում ենք Ժաննա Անդրեասյանի ռեզումեն։ Так, 81 թվական Վրաստան, ավարտել է Երևանի պետական համալսարան փիլիսոփայության, հոգեբանության, սոցիոլոգիայի ֆակուլտետ, բակալավր։ Այստեղ ավարտել է եւ այլն, աշխատանքային գործունեություն, Աբազ լսի։ Կանչ մանկապատանեկան շաբաթաթերթի թղթակից 97-ից 2002 թվին։ 2003-ից 2004 թվականին կրթական ծրագրերի կենտրոն, ՑԻԳ, ՊՀ սոցիալական գնահատման օգնական։ 2004-ից ստաց նորից ՑԻԳ ներդրման ծրագրի մասնագետ։ 2010-ից 12 նորից ՑԻԳ ներդրման ծրագրերի ղեկավար։ 2012-ից 17 նորից ՑԻԳ կրթության ծրագրի ղեկավար։ 17-ից 19 ՑԻԳ-ի ղեկավարի տնօրենի տեղակալ, 2002-ից 20 թվական համալսարան եւ այլն եւ այլն։ Այսինքն այս կնիգը ցրտվել է ՑԻԳ-ում, ապրում է ՑԻԳ-ում, մեռելու է ՑԻԳ-ում։ Ես հիշեցնեմ, որ ՑԻԳ-ը էդի այն կառույցն է, ով վերահսկողություն, տենդեր, մենդեր եւ այլն, այս ամեն շինարարության հետ կապված ՑԻԳ-ն է։ Ով է ՑԻԳ-ի նախագահն, դա ղեկավարը, կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը, միշտ եք ներքև։ Գրիշա Հովանիսյան, Հ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոն ՑԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար, աշխատանքային փորձ, ուշադիր լսի, Աբազ։ 2016 թվականի հունիսից 2016 թվականի հունիսից, հələ Նիկոլ, հեղափոխություն, բան, նեմա, ես էլ դարձում ՊԴՄ էի։ Մինչև այս պահը կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության ՑԻԳ-ը ղեկավարում է Գրիշա Հովանիսյանը։ Հիշեցնեմ, որ Գրիշա Հովանիսյանը դաշնակ է, ընկեր Նիկոլի զոմբի բոզի տղեկ, դաշնակ է, եւ 16 թվականից մինչև օրս, այսինքն 8 տարի, չէ, 8-ն է, 4, 8 տարի ղեկավարում է այս մարդը, ցմակադր։ Այսինքն են դուշը, որը 500 դրամանոց էր, դուշևո, եւ նստել է 72,000 դրամ։ Այս բոզի տղան պիտի քտներ, պարզեր։ Ուրեմն շին ղեկավար այդ նույն ՑԻԳ-ում Գրիգոր Բաղդասարյանն է, որը այս նույն Գրիշա Հովանիսյանի հետ միասին գալը անհիշելի ժամանակներից են, որ մենք բմբուլներով էինք վազվզում։ Մյուսը նախագծողը Ռաֆայել Արզումանյան։ Հիմա հարց։ Նախքին ներկա ենք տրացնեմ։ Ասացեք խնդրեն, եկավ Աննա Վարդապետյանը, նստեք, դատավորնիկը եւս թող նստեն։ Տիկին Աննա Վարդապետյան, ասացեք խնդրեն, եղավ հեղափոխություն, նախքին ներկա ծծրինի փրտետ ու դասուդա եւ այլն, մարդը չդատվավ։ Հիմա Այս դուշը 500 դրամից 72,000 դրամ, այս դպրոցներից ունիտազները 10 միլիոն դրամանոց եւ այլն։ Առաջանում է հարց։ ՑԻԳ Գրիշա Հովանիսյան, ով նստած լափը մա, ծծմա, ամբողջ նախագծեր, փողեր եւ շինթուրտը, այդ սախ իշկա չկա եկա նախարարությունում ագարկա Ժաննայի հետ միասին։ Պարոն Աբազյան, ինչի չի հայտնվել ձեր ուշադրության կենտրոնում, հա? Անդո, օպեր բլոկ ես ղեկավարը, թաղեմ քեզ, քումո չարաշացելով, ես ՑԻԳ-ի ղեկավարը, ես ինչ ամփոխայնելի կադրա, որ անիշ 16 թվից մինչև օրս, կաթողիկոս ինչա, ցմայա նշանակվեց բոզի տղեն, 16 թվից մինչև օրս, պաշտոնավարը պլյուս բացահայտ դաշնակ, հա? Եթե դուք ընդդիմադիր բան եք խտենց խաղամ եւ այլն, իշխան էր, դաշնակ էր, հələ ասում էր նոր տարվա օրը իշխանապողություն պիտի անի։ Բա իա կուսակիցը նստած ԿՊ-ի հետ կրթական համակարգը ծծցնմա։ Պետական բյուջեի հաշվին։ Էս էլ խոմ ձեր կադրնա, իմ հետ իշկա, դոգին են հավարա, դա գեդիկը դավայա։ Դոգիս մի հատ մարդ ցույց տվեք, որ աշխատամա ՑԻԳ-ում։ Անդոխես գլուխդ կախե։ Բա Բա դու, եթե դու չգիտես, բա ով գիտի, ԿԳԲ-ի զամմինիստրը օպերբլոկը դու ես ղեկավարը նախքին դատավոր։ Բա Ժաննա Անդրեասյանի 72,000 անգամ ով պիտի ծածցնի։
որ նայեք ձեր չկա, ոչ մի քրեական գործ, ոչ մի բան, բասած, դուշա կողեմ դուշա, ասում է, այդ ինքը ինչ չեր ասեմ, այդ արմ կոմեդին լավ լծեց մեջը, դրին սուստվին են կուլտուրականը, մեկել են էլի կուլտուրական այն, որը ակնոց դրեց այդ խեշտեղեն, ասում է, ես էլ եմ կուլտուրական, որ մի քիչ նիհարի վապշե կդառնա կուլտուրական, այդ երկու կուլտուրականներով լավ անրադարձան, ասին ընկեր Ժաննա դրին հետ առաջ, մեկ ավերեքը չես կարը։ Հարց, ընկեր Ժաննա Անդրեասյանի վերջը ձեռը մեկը ձեռնաշղթա գցելու է, թե ոչ, կամ ես Գրիշա Հովանեսյանի։ Ինչ ա եղել։ Դե այն մեկը նեղվել էր, ասում է, ես էլ եմ կուլտուրական, բայց ինձ ասում է, բան Վարդան ասեց, դոգ ասեց, դոկերին ասում է, անկուլտուրական, բայց ես ոչ եմ ասել, ես ոչ ասել եմ, մեկը մի քիչ ավելի նրբիկ, ինտելիգենցիա։ Ինչ ես առաջարկում։ Էդ ուգան։ Ռուսիկն առաջարկում է, ասում է, արմկոմեդի տղաներին հրավիրեք մի օր հանրային ձայն։ Հանրային դատ հաղորդաշորի խնդրեմ, այն մարդիկ եթե ուզում են թողան, ով է բռնե, չայ, մայ, կոֆե, սեղան, կծի, թող հլնեն գան, չան տղա, թու քալելով գան, ամել կնի արեն, այն մեկը նամանավանդ։ Այդ լավ է, հրավիրատոմս հետո։ Հիմա ասնենք առաջ։ Ժաննա Անդրեասյանին մեկը պիտի, մայ Ժաննա Անդրեասյանը դուշը, որ տվեց բուրը, Նիկոլը դուշը տվեց բուրը որ տվեց, Ժաննա Անդրեասյանը ինչ արեց այդ դուշը ավելի մեծ էր, քան այդ դուշը, որ Ժաննան բռնել է, ես պատկերացնում եմ ինքը ինչա պատկերացրել, այդ դուշևոն, որովհետև ինքը շատ կուզենար, որ այտենց բան այդ չափի ու տենց պինդ ինքը բռներ ամեն գիշեր։ Բայց Աստված տվեց չի խնայե, էտա Ժաննայի մարդն պլո նեմա պլո չկա Մակարովի կրակած պատրոն հազիվ նշմանելի ու այդ կնիկը որ բռնել ես պատկերացնում եմ բիրոտ կակ բոմբու բիրոտ կակ հիժա բիրոտ սիխի ասավես կմպաս պրծե այդ նույնը պատկերացնել է էտաժաննա ծիկ սար ամուր և երկար մեծ գագաթով նմանա դուշը և էսի գալովկեն ավելի պատկերավոր բայց ոչ մի բան 72,000 դրամանոց դուշևո ասել ասող կա չնայած կաչի խերը ավելի երկարը քան այդ բանը դուշևոն որ Նիկոլը քանդեց էդի կաչի խերը 50%-ն էր կաչին գրգի Ժաննա Անդրեասյանի մոզանգի թույթադրատուն Մեղ կա այդ կնիկը, թե չէ մենակ դուշա բռնամ այդ չապի, ուրիշ ոչի բան չունի, որ բռնի։ Չկա էլի խոմ զորով չի։ Նեմա։ Դժբախտ կին։ Դա համար բան չեմ ասում։ Այս հարցով զբաղվեք։ Ինգեր Անդո։ Դաշնակ Գրիշա Հովանեսյանը անհիշելի ժամանակներից ծծցնամա կգամասան։ Իա թայֆով Են կլաում Հայկ Մարության Մարդ մի բան չանի Ես ինչ անում եմ, իմ հետևից կպած գալիս են, տեսել ես, թազակ կուսակցությունա բացեմ, ես հլը մերը հասկանալի էր, ինչ տեղի ունեցավ, դրին գմպսրինք, որ շմանցանք առաջ, վեկալան գցինք մարդամեկին աղպանոցը, գրացինք առաջ, բա դու ինչ ես թազակ կուսակցություն բացեմ, ինգեր Հայկ Մարության, չէ որ քո ասելով քոմոտ ամեն ինչ խախանդա, ձեր ֆրակցիայում քաղաքապետարան ամեն ինչ ֆուլա, այն ինչ իմաստը չեմ հասկանում, այսինքն մենք ինչքան ժողովրդավարական եւ դեմոկրատական ենք,
խոսքը հանրային բանը Վարդան Ղուկասյանի մասին է, հանրային դատ հաղորդաշարի, որ ես իմ եղածը բացահայտ հանեցի իմ կեղտոտ կոպիտ ասած լվացքը ցույց տվեցի, ասեցի վնասի կեսից է դառնալը խեր է, եւ մենք դադարեցնում ենք հանրային ձայն կուսակցության գոյությունը մեր շարքերում։ Վերջ։ Հելանտապին մենք էդի քանդինք։ Դու ուրիշ բան կարաս քանդես, տակից արի քանդի լեզվով։ Բայց հիմա ես ուզում հասկանամ, եթե քո մոտ ամեն ինչ նորմալ է, ինգեր Հայկ Մարության, դու կուսակցություն ես բացան։ Թե քեզ թվում է, որ կուսակցություն բացեցիր, գնացիր պարլամենտական ընտրությունների, հոկտեմբերյանցին, Աբովյանցին, Վարդենիսին, Սյունիքսին, Երևանցուն նմանա, որ քեզ տենասի, վայ, մեր Հայքն է, ու վազես ձեռու թաթիկ պաչես, հոկտեմբերյանցու խերրին է, թե դու ով ես, հոկտեմբյանի ժողովուրդը, Սյունիքի, Լեննագանի, Կիրովականի, բան, գիտեն, դու բոզի տղա ես, Երևան են որոշ աղբի տղեկ, էշացան, են միամիտ քաղաքացիները ապուշացան, են մնացած ժողովուրդն ասի, դե, բան, ավելավա կլոունը, քան թե դոգը, ձեր տվին, հետո տեսան, որ չէ, կակ մեջ։ Հիմա, ասենք ես թոմա դու ինչ պիտի հավաքեչ, ինչ զայն բինա, դոդն էլ ահել ենք է մեդան, են էլ ագրասենակն էլ բացեմ, ես ես կթաղեմ համպերի, ոչ իմ և այլն, հա, կուսակցություն, ինչն է պատճառը, ձեր մոտ ինչ կատարվավ, որ դու որոշեցիր առանձնանալ, հիմա լագանջիս հասնամա, որ մանդատից են քեզ զրկելու, քեզ մեկել են ագարկին, են փնթի բոզին, նան է, սոս է, նան է, ասում է անհայտ անձինք, նան է եսին ինչանին, փողոցում վերցրեցին, դրեցին ավտոն, տարան եսին ուշ, անհայտ ուգությամբ, 60-65 տարեկան մետաղամարդ, ինչա, մենախոսություն ունեցել, հարցազրույց ունեցել, խոսակցություն ունեցել, նան է սոսեի հետ, նան է սոսեն վախեցերա, երկրից փախերա։ Էս ինչ հեքիաթեր, էս ինչ գիտա ֆանտաստիկ սցենարեր, նան է սոսեն կայնած քաղաքապետանի մեջտեղը, դոք դու դավաչանես, դոք թափեր տալեմ։ Բա այդ նան է սովա Արցախյան ազատամարդ, եւ ինչա տեղի ունեցել այդ նան է սոսեի հետ, որ տարան ու ինքը փախավ։ Այդ փեն են էլ ատեղյակ, որ նրանից էլ են մանդատից զրկելու, ինչ-որ տես թեմա կա, բա, եթե տես դուխով կնիկ էր ասում էր, լավ է անեմ, տվին են, ինչ էր են անի հետ, յար էին խլեշմ, բա այդ 60-65 տարեկան տղամարդն ով է, այսինքն մարդուն առևանգել են, ըստիանց, տարել են, 60-65 տարեկան տղամարդու հետ է խոսացե, բայց այդ ինգեր նան է սոսեն, ատես դուխով կնիկ, այդ տղամարդին չես է, այ հորատ ասում եղեն, քուանուն ինչ ա, էլ խոսքի մնակ ասեր, Գագիկ Ծառուկյան, խոսքի, բայց ինքը չի, չմտացեք, կամ Վլադիմիր Գասպարյան, ինչ-որ մի անուն ազգանում, ատես խելոք խոսացին յարը, չայկով է խման ինչարին չգիտեմ, եկավ ու բրախի, ոչ անուն, ոչ կամ ինչ հա ուզի այդ մարդը, ինչ պիտի ուզի, այդպես թափով մարդ, որ կանեմա քուչից մի հատ ակագալիչկի գողանա տանի ու պահանջ չասի, ոչ դեպուտատա, ոչ մինիստրա, ոչ օլիգա, տարել են ինչ անեն այդ փնթի բոզին, չհարց, եթե տարել են, բարենալ, օքեյ, գողացել են, հարց չկա, եկե թե բան գողացել են, աշկերը կապել են, դոշերը պրտելով, տարել հասել են, մի հատ հասցե, օքեյ, մտավ, խոսաս, նստան, բարև ձեզ, այդ բանը կանդին աշկերից, նստան, նախած պիտակ մազերով տղամարդ, եթե 60-65-ը նստան, թե չայ, կոֆե կխմեք, վերջը, են ասել չէ, բարև ձեզ, ես ինչ անեմ, պիտի ասի, եթե չասի նույն, այդ ագարկ են, պիտի ասի կներեք, դուք ով եք, ու իմ ասպետ, էլ է պիտի ասի, ես խոսքի օրինակ, գևոյանց զևոյ, ինչ ես ուզում, պիտի պահանջ ներկասի, չէ, վեկալստանես ինչ անես այդ դրան, հասկսանք դոշերը պրտելով տարել են, դոշերը պրտելով բերել են, բայց մի բան պիտի ասի, ասիկը նույն, առևանգվածին քնչական մարմինը, որը կոչվում ալգիշտի հիմնարկ, պիտի հարցնի տիկին, ինչ էին ուզում ձեզանից, ինչի մասին եք զրուցել, ինչքան է տևել, դու, որ քեզ առևանգել են, քո հեռախոսը քո հետ ա եղել, այդտեղ բիլինգ, պիտի անեն այդ տեղամասով տենան ժամուկ ես մարդը, որտեղ ա եղել, այդ հեռախոսի վրա ոնց ուզում ալի, ավականյա չէ, մի հատ զանգ, մի հատ SMS, պիտի գա, խոսքի օրինակ, ծծես ինձ, մեկը գրել ա,
Всё это անտենան աշխատեց այդտեղ, ասիկան այդտեղը պիտի վաղուց միջի տարածելնի քնչական մարմինը։ Գան անտենան, ասեմ մոտորապես է թաղամասն ա եղել, խոսքի։ Իսկ դիքին ինչ հարց են ձեզ տվել։ Դիքինը պիտի ասի խոսքն է կամուսնական առաջարկություն, կամ ասել են գալա կորես։ Ես էլ ասել եմ չէ։ Всё, դե չէ հելիսի տիրեղի։ Ինչ խոսակցություն ա եղել, բայց ձեն չկա։ Բասոդոք։ Տան, հիմա էլ նանեսոցեն ասմակ, всё, я улетаю, чемодан, вокзал, нахуй, Пахов, Ռուսաստան։ Են թեվա որ բոզի տղեն են, թևեն արեպրելավեր են, ասում ա վայ, նա վախեցած են, ինչից են վախեցած, ինչ է եղել, կուլտուրական տալել են, կուլտուրական բերել են, ինչ սա վախեցել։ Ինչ հարցակնա, ինչ կարա լուծի օղորմի Վարդան Ղուկասյանի անցավորներին։ Վարդան Ղուկասյանը, որ չգար, չմտներ քաղաքական դաշտ, չմտներ ավականի, ով էր вообще ավականի տերմինը խեռի տեղ դնեմ։ Ես Երևանի բնակիչ եմ եղել։ Ես պետական աշխատող եմ, բայց ես կյանքում որևիցե մի ավականու չեմ ճանաչի այ մարդ։ Ինչ ֆրակցիաներ են եղել Տավմակարյանի օրոք, Բեգլարյանի օրոք, չգիտեմ սա, ու вообще հիմա ավականի ազգային ժողովի պատգամավորին իր ստատուսով ծսել է անցելով։ Չկա։ Ավականի են առևանգում, այ մամա ջան, ամաս դու տեսլա պատկերացնում ես։ Տալեն ինչ անեն դրան։ Հələ դաժե ֆրակցիայի ղեկավարը, չասեմ ֆրակցիայի ղեկավարի են տալի։ Որ ինչ անեն, այդ անգրագետ Այդ փնթի ագարտին, այդ ալկոգոլիկին տալել են ինչ անեն։ Գլա։ Շոու։ Այդ չեն ասեմ մանդատի զրկվում հա։ Սիսին ես ինչ նախագծել։ Հիմա որպեսի բանը ասեն թե կյանքին վտանգ էր սպառնը։ Բայց դուք իշ թափ տալım։ Այն դոշերովանի դոշերներ կամım վզ դարել էր դայակ։ Դայարկա, այն որ բանը ալաքս սոֆոզը աշխատում են, ժում, մենը մեր մանելովրի վետրոն տակը դնելու գնալ, պուհ տկեր պտուկներին ու կաշեր, բա ատես դուխով կնիգը, ես ինչ եղով, էդի քիչ հա, հիմա էլ են մի բանը կլոունադան, ես կուսակտութին եմ բացան, Այտա, դու որոշել ես կուսակցություն բացես, բայց դու կուսակցություն ես չեսան, բայց կան ազնիվ մարդ ես, ես էլ ազնիվ հայտարարեցի, մեր շարքերում կամ բոզի տղեք, դեպորտ, բայց հելի ազնիվ հայտարարի, որ քեզ կամ քեզ էր էտիս դեպորտար է, կամ դու ես դեպորտանամ, ազնվություն ունեցեք ձեր ընտրողի առաջ, իմ նման, հելի քո ասեք, Կուսակցություն ունես, այդ կուսակցությունը վեկե մտել է թազա կուսակցություն խես, բացեմ, խորխաբ էր։ Տենեմ եք։ Ես միշտ ասել եմ, զինվորական մարդը իշքան էլ վատը լինի, իա էության, բնույթով, չգիտեմ, կֆուրտալով, էմոցյաներով, անգրագիտ, ինչ ուզում ենա, միևնույնը զինվորական մարդը 1000 անգամ ավելի պարկեշտ է, 1000 անգամ ավելի լաբավոյա, 1000 անգամ ավելի պարզ շիտակ անձնավորությունը, քան լուբոյ օլիգարխ և քաղաքական գործիչ։ Այդ ես միշտ էլ ասել եմ։ Սմա, 60-65 տարեկան տղամարդ։ Ով էր, ինչ էր ուզում այդ տղամարդը վապշե։ Կարող է տարել են ասել ես ուզում եմ մտնեմ քո փաչեքի արանքը ալպիական բնության բույմունքը շնչեմ։ Խոնավ մտնոլորտ։ Մի օր մի հատ դեպք եղավ, այդ խոնավ մտնոլորտ ասի, հիշեցի, չգիտեմ որ մի եթերների ժամանակ, դե իմ մոտ ֆիքսված անգիրարած բառեր չկան, եթերների ժամանակ ես օգտագործել եմ ընդերք բառը, Շուր ընդերքաբանության հետ կապված թեմա է եղել, տղեկով նստած իմ եթերն են նայել, շուր մեկի տանը, անուշապերներով, և երբ որ ես օգտագործել եմ ընդերք, բառը ընդերքախոր, շուտ ես մի հատ տերմին ընդերքի հետ կապված, ասիկն ընդերք նախածանց բառն օգտագործելով կամ եւ այլն, տղաներից մեկը բան ախմել է ժամանակ,
սոկ ու բան արել, բրկացել է դեմի, այսինքն իա կողի ինգերների վրա այդ էմոցիոնալ ֆոնի վրա, ու բնականաբար խխնջոց եւ այլն այդ բանին զուգարկեցին, այդ բու այդ իրավիճակը շատ կարճ տեսանյութ էր, իհարկե ես խոսք էի տվել եւ մնում եմ իմ խոսքի տերը, այդպես էլ չտեղադրեցի, բայց ուղղակի տպավորված էի 18-ից 20-22 տարեկան տղեկ էին, հիմա ես ասեցի ու այդ պահը չգիտեմ խի հիշեցի, ասենք չի բացառում, որ ես եթերի ժամանակ էլ ինչ-որ մեկը մի բան խմելուց կամ ուտելուց բղկացել է ինչ-որ մեկի վրա։ Չեմ բացառում, որովհետև նոր բառեր մենք հրապարակեցինք։ Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյան, ուրա։ Ուրեմն Ռաֆայել Մանուկյանին ես ուզում եմ Արգիշտ Քյարամյանը ծծցնի։ Ռաֆայել Մանուկյան, եզդի տղամարդու խեր գլգլը արած կաս, եզակի հնարավորություն։ Առասարակ երազի մեջ, երբ որ մարդիկ երազի մեջ եզդի են տենում, եզդի ազգի ներկայացուցիչ, ասում են դա լավ է, սուրբ է։ Հիմա քանի որ քո Աննա Վարդապետյան անմիջական ղեկավարը Աննա Վարդապետյանն է, բայց Աննա Վարդապետյանին դու ասում ես goodbye, եւ ամենայն սկզբունքորեն մտած ես Արգիշտ Քյարամյանի փաչեկի արանքը, Արգիշտ վերցրու Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանին այս 7000-անոց աուդիտորիայի տակ տար իմ հանգստի սենյակ եւ նստիր, խնդրում եմ, կրծքավանդակին, քո սեռական օրգանների բուրմունքը տրամադրելով վերջինիս ենթակայության։ Իսկ Ռաֆայել Մանուկյանի նախկին դատախազ կնոջը, որ ինչքան գիտեմ փաստաբան է ուզում լինի ինչա, իր այսպես ասած օրգանների բերկրանքը կմատուցի Երևան քաղաքի քնչական վարության պետ Ազատը, բայց մյուս հաղորդմանը Ազատն էլ պեդոֆիլ, ունի բավականին լուրջ փորձ, հուսամ ձեր կնոջ դուրը կգա։ Իսկ հիմա սիկտիր եղեք իմ աչքից երկու բոզի տղեկով։ Իմիջալոց մենք լավ, սա մենք անդառնանք այդ գյուղնախարարությանը Սուրեն Պապիկյան լրացավ հայտնի դեպքի Վարդենիսի հետ տան մեկ տարին, որտեղ մենք կորցրեցինք 15 զինծառայող միանգամից օպտում մի տարին թմավ ոչ մի պատասխան ոչ մի նորություն ոչ մի հիմնավորում, որ ռեալ բավարարի բոլոր կողմերին, այդպես Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կողմից չհնչեցվեց։ Վերջը ինչ տեղի ունեցավ։ Ոչ մի կերպ չկարողացանք հասկանալ ինչու պղծվեց դեպքի վայրը։ Եթե արդեն ինքը ամբողջությամբ այրվել էր, մենք տենում ենք, այսինքն կադրերը տենում ենք, այրվավ, վերջացավ, վերջ։ Այնտեղ ոչ մի MCS, ոչ մի աշխատող այլևս չպիտի մտներ ներս։ Կատեգորիկ։ Դեպքի վայրում եղել է եւ Գեղարքունիքի զինվորական դատախազը, եւ տեղի ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք որ հասկանում են ինչ է նշանակում դեպքի վայր։ Բայց այս ամենը հասկանալով հանդերձ արդեն սովարվել են։ Ջուրը շփիր, փշշիր, հանգցրիր, վերջ։ Էլ մտնել, կրավատները դուրս բերել, չգիտեմ, գույք դուրս բերել, հանել, թափել դուրս, որ ինչ։ Ինչի եք մտել, ովա ինչի են թույլ տվել, ինչի մտան, ինչի ոտնատակ կողին, ինչի պղծին դեպքի վայրը։ Այս հարցի պատասխանը չկա։ Եվ դեպքի հետ կապված ընդամենը ժամեր անց ընկեր վարչապետ կոչված բոզի տղեն միանգամից նկարագրում ասում է էնի գցես նրա վրա, էնի գցես նրա վրա, այդ անտերը վեկալան շպրտին ու վարվավ։ Այսինքն այս տպավորությունը որ տեսախցիկը դրած էր, ինքն էլ նայում էր։ Ու նախաքննությունը գնաց հենց այդ ուղղությամբ, որ այո, մեղավորը սպան, ուրիշ ոչ մեկ։ Ու սաղ քնած էին, մարդ զարթուն չէր, 15 էլ տես մնացին քնած։ Ես մի բան կարող եմ երաշխավորել
զոհված զինծառայողների ծնողներին, որ միանշանակ քրեական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, ովքեր բացել են դեպքի վայրը։ Միանշանակ։ Սա այն որ սենց գրուկ պեչատուկ, որ դատախազը, որ դատավորը, որ ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան եղել է կանգնած կոտեջի մոտ եւ թույլ է տվել, որ MCS-ը մտնի ոտնատակ տա, դրանք առանձին են դատվում, MCS-ը առանձին է դատվում, իսկ ինչ վերաբերում է այս գործի հետ կապված, ամբողջ նախաքննությունը սկսել զրոյից։ Ես դա խոստանում եմ։ Այս պայդրությամբ ես հասկանում եմ, որ ոչ մի բանով մենք անզոր ենք այս խնդրի հետ կապված, կատարյալ անզոր։ Եվս մեկ անգամ ցավակցում եմ։ Քանի որ գնաց խոսք, լավ, դա էլ ասեմ, եզդի ժողովրդից բավականին հաճախակի են դիմում այս բանի հետ կապված, բոյնիների հետ կապված, որ մենք անասունի վեկալում ենք, տանը հասցնում ենք եսին որտեղ, որ կանանք մորթենք, այդ անասունը ստրեսի մեջ անգնում, քաշակորցնում եւ այլն։ Ուզում եմ եզդի ժողովրդին ասել, որ բոյնիները ճիշտ են, իսկ որպեսզի դուք անասուն չտանեք, չբերեք, ֆինանսական զրկանքներ չկրեք եւ այլն, պետք է հիմնվի շարժական բոյնիներ, ձեր լեզվով ասեմ, որ դուք հասկանաք։ Պահանջեք այս կառավարությունից, որպեսզի ներդրվի շարժական բոյնիներ, իսկ եթե ոչ, ապա դոգի կուսակցությունը խոստանում է ձեզ իշխանության գալու դեպքում ապահովել ձեզ շարժական բոյնիներով, որպեսզի դուք ձեր անասուներին ակետից բեկետը չտեղափոխեք։ Սա ձեր մոտ գրանցեք։ Գյուքյանք Սա ով էր։ Հա, Տիկին Աննա Վարդապետյան։ Ուրեմն, սես մի հատ գործ 27/05/2023 թվականին է եղել, բայց հրապարակվել է 28/06/2023 թվականին։ Դավթաշեն առաջի փողոց 34 տուն, դա Դավթաշեն գյուղն է, գրել է նաև Գագիկ Շամշյանը, քրեական գործի համարը 14820123, նորից եմ կրկնում, 14820123, գործով զբաղվել է Արաբկիրի բաժինը, հայտնաբերվել է Զինանոց, քաղաքացու տանը, Գոր Սարգսի Գալստյան, քննիչը եղել է Հովսեփյան Մերին, 335 հոդված առաջի մասով հարուցվել է քրեական գործ։ Բնակարանում հայտնաբերվել է 671 հատ փամփուշտ, 2 հատ գրանատ, 1 հատ մարտական պայթուցիչ, 3 հատ ուսումնական, ու սենց շարունակ։ Եվ իտոգում ինչ է եղել։ Քրեական գործը կարճվել է։ Դուք անմեղ եք։ Ես ուզում եմ հասկանամ, եթե մարդու տանը հայտնաբերվել է այսքան ապօրինի զենք զինամթերք, վերջում մեղադրանք կարճել քրեական գործը ո՞նց է դադարել, ես դա եմ ուզում հասկանամ։ Աբազյան, ակնհայտ է, որ գործը քննող դատախազը, այդ թվում Երևան քաղաքի դատախազությունը, ինչպես նաև քննչական կոմիտեն, Գոր Սարգսի Գալստյանից, որը քպական բոզի տղա է, գումարը վեկալան եւ փակել են։ Մարդու տնից հետ կան զենք զինա, հասկացանք են քավարա բոզի տղեն, այդեն զենք զինամթերքով մտավ, սամալոտ վեկալանտարան բաց տողի, բայց ձեզ չկա բրծավ։ Այդես բան չի եղել։ Քավարա բոզի տղու մոտ զինամթերք չենք թե ճամփուդերին։ Հիմա սա ինչ է նշանակում։ Մեծ սա էլ ֆիքսեք, հասկանանք։ Սա մեկ քրեական գործ։ Մյուս քրեական գործը, այսինքն նաև քրեական գործը վերաբերում է Գագոին։ Գագո, իմոլես, Գագո։ Ուրեմն այսօր սերի ժողովուրդ մենք անդրադառնալու ենք եւ Գագիկ Ծառուկյանին եւ իր որդուն, որպեսզի մեր Գագոն չմտածի, որ մենք հորինում ենք եւ այլն,
որդին պատրաստվում է իր կատարած բոզի տղությամբ, խնդրում եմ ինգեր Աբազյան ֆիքսի, հակառակ դեպքում ես կհարցակվեմ քո վրա, իսկ հիմա ասնենք Գագոին։ Եվ այսպես։ Էտո մեր Գագոն հարուստ Գագո, շատ։ Ան լուբի ձենգի։ Գագոյի ընտանիքն ուրին մայր հայտարարում, որ մենք աշխատավոր ընտանիք։ Ուրեմն գոյություն ունի մի բաշկան։ Սա ուրիշ գործը, սա ուրիշ, համբերեք։ Մենք գիտենք, որ Գագոս ունի նոյ գործարան։ Են մեծ գինու գործարանը։ Ֆիքսենք, գոյությունի քաղաքացիական գործ։ Եդը դրոպ 1149 դրոպ 02 դրոպ 21 Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունում մինչև 2002 թվականը ապրում էր մի մարդ, Արտավազդ Խանդանյան, Քյավառցի Արտո, ում 2002 թվականին սպանեցին։ Արտավազդ Խանդանյանը Խանդանյանի ձեռքում էր գտնվում նոյ կոնյակի գինու գործարանի 13.8% բաժնեմասը։ Սպանելուց հետո, իմիջալոց սպանողն էլ ոնց հասկանում ենք ԲՀԿ-ից, սպանելուց հետո Խանդանյանից ընտանիքա գալիս Ոմն Սամվել Թադևոսյան։ Լիազորագիր ավերցնում կնոջ կողմից և կոլմա։ Իտոգում 13.8% բաժնեմասը, որը պատկանում էր Արտավազդ Խանդանյանին, իմիջալոց Արտավազդ Խանդանյանը անձամբ է եկել երկնային գրասենյակ, ընդունելություն է խնդրել Քրիստիկից և տվել է այս հաղորդումը։ Ճիշտ է, Քրիստիկ։ Ես ասել եմ, չէ, որ բազմաթիվ անգամներ մեզ մոտ հաղորդում են տալիս նաև այն մարդիկ, ովքեր այլևս կապ չունեն երկրային կյանքի հետ և գտնվում են երկնային կյանքում։ Արտավազդ Խանդանյանն ասում է. ես եղել եմ այդ գործարանի 13.8% բաժնետերը։ Էտա Գագո ասելա ես էդի ուզում եմ առնեմ, պիտի ծախես։ Երջանկահիշատակ Արտավազդ Խանդանյանը գրավոր դիմումից գրում է, որ ես հրաժարվել եմ իմ գործարանը, իմ փայաբաժինը տալ Գագիկ Ծառուկյանին։ Որոշ ժամանակ անց Արտավազդ Խանդանյանին սպանում են։ Սպանողի անձը Արտավազդ Խանդանյանը մեր մոտ գրել է, Օվայյան խփե։ Ասում է ԲՀԿ-ից է հիմա, անունը դեռ չենք ուզում տանք, և Էժմիածնից։ Էդի արդեն դուք բացեք, դուք ունեք, MVD պիտի ունենա նախնական օպերատիվ ստուգման գործ, օպերատիվ փնտրողական գործ, այս դեպքով։ Մնացածը չի ասում, անշուշտ ասում, մենք չենք ասում։ Հիմա, Սամվել Թադևոսյանը եկել է Արտավազդ Խանդանյանի կնոջ մոտ, լիազորագիրը վեկայել է, կորել է, գնացել է, ինչ գործ արկասես արել է։ Հիմա, այս գործը մտել է դադարան։ Առաջի Ացյանի դադարանը կայացրել է որոշում, որ այո, Արտավազդ Խանդանյանի կապիտալը, ունեցվածքը, փայաբաժինը, դուք ապօրինաբար եք զավթել, պարոն Ծառուկյան, և պետք է վերադարձնեք։ Էտա Գագո գնացել է և դիմել է վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանի դատավորներն են, ուշադրություն, Սլավիկ Թորոսյան, Կարեն Համբարձումյան և Նաիրա Մարգարյան։ Այս ուրբաթ վերաքննիչ դատարանը պիտի կայացնի վճիռ, բավարարել
Գագիկ Ծառուկյանի բողոքը, թե ոչ։ Իհարկե, եթե նայում ենք օբյեկտիվ, որ Արտավազդ Խանդանյանի գույքը խլել են ապօրինաբար, պիտի որ վերաքննիչ դատարանը կայացնի այն որոշումը, ինչ կատարել է առաջի արձանի դատարանը։ Բայց не тут-то было։ Հիմա ես ընկնում եմ առաջ վերաքննիչ դատարանի վճռից եւ հայտարարում եմ. Պարոն Աբազյան, վերաքննիչ դատարանը բավարարելու է Գագիկ Ծառուկյանի ապօրինի զավթումը ու ասելու է Գագիկ Ծառուկյանը ինչ լափել է, լավ է։ Իսկ ինչու՞։ Հարց։ Որովհետև Սլավիկ Թորոսյանը դատավոր, он же Իշխան Զաքարյանի խնամին է։ Եվ այս փետրվար ամսվա մեջ գնալու է թոշակի։ Պիզդեց, չագուջի խփում է թմո։ Իշխան Զաքարյանը անձամբ է խոսել դատավոր Սլավիկ Թորոսյանի հետ, ասել է Իվետան վազելով եկերա, նստերա, դոշերը հանե դրելա սեղանին, ու սկսել են Իվետայի դոշերին խփել, ու դոլարնիկը չկը թափելա դուրս։ Դատավոր Սլավիկ Թորոսյան, այսինքն Սլավիկ Թորոսյանը արդեն վերցրել է համապատասխան կաշառքը։ Հեսա թիվը կասեմ։ Անցնում ենք առաջ Կարեն Համբարձումյան, դատավոր, ով եղել է Հայկ Մարությանի օգնական խորհրդական քաղաքապետան, ոնց հաստատվեց գնաց է մտել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան։ Սրան էլ արդեն մուծվել էր, չկը։ Մնում է Նաիրա Մարգարյան, այն որ ասում է հոգուս մեղ չվերցնեմ, Նաիրա Մարգարյանի վերաբերյալ տեղեկություն չունենք։ Հանդիպում եղել է, չի տվել են, չեն առը, չգիտեմ։ Ես ազգային անվտանգության ցանց օպերների չունեմ, Անդոյի նման։ Հիմա Սլավիկ Թորոսյանը եւ Կարեն Համբարձումյանը ստացել են կաշառք, յուրաքանչյուրը $500,000 չափով, որպեսզի կայացնեն վճիռ, որ նոյ գինու գործարանը ընկեր Գագոն զավթել է օրինական։ Որովհետև ես հետաքրքրվա ինչ անեմ 13.8%-ը 20 քանի միլիոն։ Գագոն խոմ հոգեկան հիվանդ չի, 20 քանի միլիոնը տա մի մարդու գլուխ ենք նակել է։ Գագո, արա ես քեզ պաուզա էի տվել, հիշում ես։ Դու գիտես խի։ Չիլեմ չէ։ Դու չես քո տաղեն չեք կարեմ խախանդ ապրեք։ Հեսա տղուտել է երթահաստում հապերի։ Հիմա այս միանշանակ գրեմ ստորագրում եմ, աբազ, եթե դու չիրականացնեցիր համապատասխան օպերատիվ միջոցառումը եւ դատավոր Սլավիկ Թորոսյանին եւ Կարեն Համբարձումյանին չծծրիր, ել չասեմ ես ինչ եմ անում քո հետ։ Ակնհայտ է, վեկալում ես դատական գործ, նորից եմ կրկնում, ԵԴ 11949 դրոպ 0221։ Նայում ես առաջի արձանի քաղաքացիական դատանը ինչ որոշում է կայացել ու սպասում ես ուրբաթ օրվան։ Դու տես ինչ է անում վերաքննիչը։ Հանգիստ կարելի է գնալ այդ երկու դատավորի տուն ու տեղը ծծցնել։ Հանգիստ։ Վերցնում ես սրանց զանգերը, սվոտկեքը, անտենաներով, ով ու մետա հանդիպեք Գագոյի, Իշխան Զաքարյանի, ու մեկը տեմ ես բոլորս ես գալու մի հատ տեղ, հայտնվում է կուլիկ մի տեղի մեջ։ Ապարատուրան ձեր ձերա չէ, WhatsApp եք ուզեմ լսեք, ինչ քաքս եք ուզեմ ուտեք։ Խնդրեմ։ Գագո։ Իսկ ինչ վերաբերվում է Արտավազդ Խանդանյանի սպանությանը, որը մինչև օրս բնականաբար բացահայտված չի։ Իմ կարծիքով, եթե դուք աշխատացնեք ձեր բացեք օպերատիվ փնտրողական գործը եւ այլն կհասկանաք, որ ուր են տանում բոլոր ճանապարհները։ Գագո։ Մինչ նվերիկին անցնելը, գոյություն է մի հատ ուրիշ նվերիկ, այսօր նվերիկների օր է։ Կիրակոսյան նվեր մնացականի 87 թվականի ծնված նույն ինքը նորագյուղցի նվերիկ։ Ուզմա դառնա նվերիկի նման օրենքով գող։ Հիմա չգիտեմ, թողել են թե չէ, ձերբակալված է այս պայդրությամբ, կնոջ անունը Գայան է։ Ունի 3 հատ երեխա։ Օրենքով գող է ուզում դառնա։
Օրենքով գողուզող դառնողը 87 թիվ է, կնիկը 82 թիվ է։ Սրանք մարդ ու կնիկ, այսպես ասած, տպել են տվել մի հատ ընկերուհու։ Ալեք Մանուկյան փողոցի վրա երկու անհայտ անձ, ըստ քննչական կոմիտեի, չնայած մեկի անձ արդեն պարզված է, տեղեկություն եկել է մեզ, հարձակվել են քաղաքացի Ա Ղազարյանի վրա։ Կնիկը խանդում է, որ իա նվերիկը ուրիշ կնգայա նայը։ Ուղարկել է երկու հոգու, ասել է գնացեք ու նակազատ արեք, իմ մարդը դրա հետ ոնց որ գլգլե է անեմ։ Այս երկու համ ծեծել են, համ հափշտակել են, այսինքն ծեծ ջարդ կողոպուտով։ Ընկեր Էնվեդեն դեռ չի քթել Տևայ Ղազարյանից, այդքան էլ հազիվ։ Դեռ չի քթե քաղաքացի Աղազարյանին, ծեծողներին եւ ավազակային հարձակում կազմակերպիչներին։ Կնոջը քննչական կոմիտեն թողել է, որովհետեւ ունի 3 անչափահաս երեխա, իսկ նվերիկս գտնվում է ինչա գրած Նորագյուղցի նվերիկը Կիրակոսյան գտնվում է, կարող արդեն թողել են, գտնվում էր ԶՊՎ-ում։ Ես պրոստը ուզում եմ այդ ապագա գողին հարց տամ, եթե Նորագյուղցի նվերիկը ուզում է դառնա օրենքով գող։ Տղա ջան, օրենքով գողը կնիկ երեխա չպիտի ունենա, 1 Քո կնիկը քո վրից 5 տարի մեծ է 2 Այս կնոջդ հետ անունը Գայան է, ծանոթացել ես Բերթում, այսինքն ինքը եկել է Բերթ, սրա կամեր, նրա կամեր, սրա այդ սվիդանի, նրա այդ սվիդանի, հետո եկե մտել է քո մոտ։ Դրան գումարած դու եթե մի հատ կնիկ չես կարում ղեկավարես, կնիկդ երկու ճիվաղ աղբի տղու այդ ուղարկումը, չգիտեմ, սիրուհի տա, ընկերուհի տա, ես միշտ դրան տփելու։ Դու էլի չխեռիս տղամարդ, որ մի հատ էլ ուզում ես դառնաս օրենքով գող, քնչականը էլ ցուսմուկ չես տալը, ասում ես ես ցուսմուկ տվող տղա չեմ։ Բա որ դու ցուսմուկ տվող տղա չես, բա կնիկ կառավարող տղա ես, թե չէ, այ բես։ Նորագյուղցի նվերիկ։ Մենք կանադառնանք էլ այս երևույթներին, որ ամեն մի տեղից ելնող ուզում է դառնա օրենքով գող։ Ես որ տուալետ եմ եթեմ, քո նման օրենքով գողերը շատրվանի պես ցրծվում են աչուձախ ունիտազի մեջ։ Իսկ հիմա անցնենք ամենագլխավոր հերոսին, Նվերիկ Ծառուկյան։ Մի վերքան։ Այս մասը գեղարվեստական պիտի լինի։ Oi. Ne var ki? Գաղու, ես մի քանի անգամ, ոչ թե մենակ ես, այլ նաև շատերը, ասել ենք, որ դու շատ վատ հայր ես։ Աղջիկիդ բան չունեմ ասելու, եմ որ ասում է երկնային գրասենյակը պահի։ Բայց քո տղեկի դաստիարակությամբ դու կատեգորիկ չես զբաղվում։ Մի բան է մենակ ինձ զարմացրել, օրինակ ես դեպքը լսելով քո տղու հետ կապված, որ քո տղեն սիրում է սովետական երաժշտություն։ Ես զարմացած եմ։ Բայց սիրում է ում Ալլա Պուգաչովա, եւ ես կցանկանայի, որ այս խոսակցությունը մենք վարենք այն երաժշտության տակ, որի կապակցությամբ մենք այսօր հավաքվել ենք։ Поет Алла Пугачева. Миллион алых роз. Հիմա ասենք թեմային։
Ուրեմն Գագո հունվար ամսին, այսինքն այս ամսին քո նվերիկն որոշում է բնության գրկում գնա միտեղ իա համար լրվի լապի ինչ-որ մի բան վեկալում է ախրաննիքը էտա պլաշպալատկա վրաներ և ալը ու բարձանում է Աբովյանի սարերից մեկը պայմանական ընդունենք հատիս բայց դե սարի մեջ վրանային հավակ և ալն ամեն ինչ կա բայց արվես չկա մուզիկանտն իա ուզում Զանգը մասում է երաժիշտներ բերեք Զանգը մեր ռաբիս ինչ-որ մուզիկանտներ են գտնում ովքեր նվագում են գալում բերում հասցնում են սարը նվագում են խաշլամա բան լափանք մափանք և այլն մեկը լվերիկն ասում է ես ուզում եմ լսեմ այս երաժշտությունը քո կատարում է մուզիկանտն ասում է բայց ես վլե երկող եմ կապուտ աշեր սերսև աշեր ես ինչ ալլահ պուկաշովայ յա ատեմ է սուլթան նվերիկն ասում այ խերի գլող դու տեղը չես բերն հլմ գալում մոտենում է մեր մուզիկանտին հանում է զենքը դնում է մուզիկանտի գլխին ասում է մոժե ծաշլատի սումա այ բոզի տղա երկի միլիոն ալի խրոս շկ և ով հրաշկ եմ որ ասում է շատ հարցեր լուծվում է ընդամենը ատրճանակի զարիժատ անելով ավելի կարճ այդ տևում քան թե մի 5 ժամ բանակցելը և ով հրաշկ ընկեր մուզիկանտն սկսում է երգել Ալլա Պուգաչովա միլիոն ալի խրոս Raymond Pauls Երկը գրվել է 81 թվականին Ես չգիտեմ ինչ կատարումով է երգում ինչ վոկալ տվյալով Այդ խեշ մուզիկանտը միլիոն ալի խրոս բայց քո նվերիկը մնում է դավոլնի և երաշտական խումբը հավատային գործիքներ փողային լարային սկսում են նվագել այս հաճելի երաժշտությունը Ես ուզում եմ հասկանամ Ռուզիկ մեր նվերիկը Այդ որտեղից այդ սերը այս գյոզալ երկի նկատմամբ միլիոն ալի խրոս Ես հետ չգիտեմ Եվ ի շնորհակալություն բարձր երաժշտական կատարմամբ նվերիկը սանում է 20,000-անոցի պաշկեն ինչքան է մեջ 2 միլիոն դրամ ու շաղատարը մուզիկանտի գլխին Շաբլա կարատկա այս երկի տակ Ընկեր նվերիկն 2 միլիոն դրամ լցեմ մուզիկանտի գլխին բայց մուզիկանտի տերն արդեն եղե մորմաշ Զենքը գլխին պայես ասես երկի բոզի տղա միլիոն ալի խլոս դա այնց հետո կուզես դոլարնի դու կուզես դրամնի դու շաքարային դիաբետը եկե դուրը ծեցել է ասել է ես ձեր տանն եմ Վայելենք Հիմա այս խեշ մուզիկանտն, որ բետ պերենոս, ինչն են կանի Գագո, խաբար ես, ասեմ, ընդհանուր ծախսը կազմել է 3 միլիոն, ասիկան 2 միլիոն մենակ այդ երկի համար, ոնց հասկանում 1 միլիոն ընդհանուր գալու համար, բայց հարցը գիտեք ինչ շմակարն, որ այդ տղեն, ես իմ որտեղից կարացել այս երկը երկի, չիմանալով, մտել է թափողած և ինտերնետը մտել ինչ արել ու բարտեսել է ու սկսել է երգել ու ամենահետաքրքիրն է որ այս երգի տակ իրենց խորը հոգեբանական էմոցիոնալ էսթետիկական հաճույքն է վայելել նաև մեր նվերիկի ախրանան Հələ դու թես ինչ կատարում Գագո միլիոն ալի խրոս այդտեղը նվերիկն ինչ բարձր ճաշակ ունի դա մել խլեշ չեմ անում Prevrațil sveti Հիմա առաջանում է հարց Ինչ են կանել Գագո Հա Ես ուզում եմ հասկանամ դու ինչ ես դաստիարակի այդ տղա Ինչ է նշանակում զենքը դնել մուզիկանտի գլխին ասել 2 միլիոն ալի խրոս Են Հարիվուդից երկեն մարդը վլե է երկում, չէ,
մլե, չգիտեմ, սև ոչ է, եւ այլն։ Էդի ու ռաբիս, ու հետաքրքիր է։ Հետո ասում են ազգի մեջ տաղանդները պակասել է։ Դուք պատկերացնում եք մեր ցանկացած երաժշտի, դեկալ ես բերես ինչ-որ մի հատ բան ղրկելուց առաջ լույս միջոցառված եկը դնես քյալին, ասես դավայ բոզի տղա կամ դավայ գանդոն, դավայ ինչ, այս եկը պիտի ազնավուր պիտի երգես։ Մոնսերատ Կաբալիե։ Մարդիկ եկը երգեն։ Այն որ Ստալինը, որ վեկալ է գրել, ասել էր ֆուտբոլի կոմանդին, ասել օլիմպիադա ղրկելուց, գրել էր, եթե ոսկի չբերեցիք, գնում եք ոսկի բանանեք, արդյունահանեք այդ հանքերից։ Будете добывать золото, Սիբիր, գուլակ։ Հիմա իսա։ Ինչ անեն Գագո մենք քո հետ։ Ու այսքանից հետո Գագո դու ուզում ես մտնես քաղաքական դաշտ, հələ մի հատ էլ ուզում ես գաս ընտրությունների, ֆուտբոլիստ ես բերեմ, ֆուտբոլիստ ես տանեմ, ես ինչ ես անում։ Ես ուզում հասկանամ դու ուր ես մտնում նախընտրական պայքարի մեջ Գագո։ Դու մի հատ նվերիկ չես կարում դասիրակես, այդ տղա, այն մեծը նվերիկը նարկոմանա, փոքրդ ալկոգոլիկա, ես ուզում եմ հասկանամ, դու ոնց ես մտնում քաղաքական դաշտ, եթե դու մի հատ նվերիկ չես կարում դասիրակես, ով բանակ չի ծառայ, բայց զենքը վրենա, զենքին էլ տիրապետը մի հոգու էլ կյանքի զրկել է, ագին մարդու էլ դուլեղ եւ այլն, այսքանից հետո էլ զենքը դնը մարդու գլխին ասում է երկի միլիոն ալիխ ռոս, հələ մեռածի ճաշակը նայի։ Հա։ Այդքան ախրանա տղու տակը խիս դրե։ Որ ինչ։ Ով է քո իմբիցիլ տղուն կարոտ։ Ասկի վերևը վախր ես հազիվ եմ զսպում, ինձ որ քեզ չեմ կրվում։ Ես քեզ ուզում եմ հարցնամ, ուր ես դու նորից գալի, դու արդեն բոզի տղու քֆուր մի անգամ կերար, զատնի դրիշ։ Այսքանից հետո դու ինչ երեսով ես գալիս, հասկանում եմ, որ ռուսական կոմը, Բելարուսիա վզի դրել են, ասել են պիտի մտնես քաղաքական պայքարի մեջ։ Դրա համար ես մտնեմ։ Գալում ես Գագո Ծառուկյանը բարյա, Գագիկ Ծառուկյանը ձեր հետա։ Էդել է դուր էդ ապուշի իմբիցիլի օլիգոֆրենիկի դեմքով։ Նորից քեզ թվում է, նորից պիտի գաս մտնես ժողովրդի մեջ։ Իշքան սպանություն, իշքան բռնաբարություն, այսքան արու, օրը մի բան եթե միտվրով լսում ենք, ուր ես գալեմ այդ տղա։ Դու ինչ ես ուզում, որ եկե անեմ կայտարակ։ Դու ինչի ակուզես, որ սաղ առինչ գամտնի քյոտուն։ Հա, Գագո։ Կանչի եթե միտ, կանչի հիմա նվերիկին ասա նվերիկ, դնեմ նվեր բենիտ, սարի գլխին միլիոն ալիխ ռոսես լսում, այ բոզի տղա, հա։ Մարդու գլխին զենք քաշելը որն է։ Ու հանգարց չմտածեք, որ այդ մուզիկանտներն են ասել, գլխանց ասում եմ, իմ էլ չբռեն այդ մուզիկանտերին գյուլեն։ Մուզիկանտները ստե նի при чем, ասեմ քեզ իմանաս Գագո։ Ատեղ ներկաներից Փարկասո այդ քո տղու թայֆի մեջ կան մարդիկ, որոնք որ ունեն քաղաքացիական պարտքի զգացում։ Հասկանում եմ, ի հանուն փողի եկել են տղուդ ոռը պահամեն, բայց այդ մարդիկ տենում են, որ տղետ բոզի տղա է։ Դիկին Ջավահիրի նկատմամբ ոչ մի վատ բան ես չունեմ, նամուսով կնիկա։ Բոզի տղա, այսինքն քո տղա, չէ որ դու բոզ ես։ Վերջո, ոստիկան նախկին։ Չլնենք ապխադիտ։ Հետո Գագո։ Այսքանից հետո ես ուզում հասկանամ, դու ո՞նց ես հանդիպելու քո ընտրողների հետ։ Դու ո՞նց ես ուզում դուրս գաս Աբովյան, Առինջ, Ջրվեժ, երբ որ վախի սարսափի մթնոլորտատիրում, երբ որ այդ սաղ Ջրվեժի, Առնջի, Կոտայքի մարզի հողերը զավթել ես, Վարդենի Սախարան զավթել ես, այդքան մարդկանց գլուխ կերար, այդքան մարդկանց ունեցված խլիր, հեսա էս էլ բան վրադիր ես Խանդանյան եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, այսքանից դու ո՞նց ես ուզում, ու քո կարծիքով ես քեզ պիտի թույլ տամ, դու մտնես քաղաքական դաշտ նորից, հա։ Ինչքան է որ Բելարուսյան ընկեր Լուկաշենկոյի բոզնես, ասում է պիտի մտնես, որ ռուսական կողմ ապահովված լինի պարլամենտում, ու ռուսներն այնքան դեբիլ են, վերջի վերջո, որ չհասկացան Գագոն ձեն չունի։ Вот я уже миллион раз повторяюсь, российское посольство в республике Армения абсолютно не работает. Абсолютно. И все сводки, которые идут Москва-Кремль,
идут неправильно. У Гагика Царукяна нету шансов набрать даже 2%. Բայց ուրես մտնեմ գագո։ Հա? Դուք տարիքդ առել ես, այդքան լափել ես, այդքան թալանել ես, պետության հերը անիծել ես։ Գնա նստի, լափածդ վայելի մինչև մի օր կգա մի հատ խելքը գլխին մարդ, քեզ տղուտ, այն մի տղուտ կվեկալի կղրգի համապատասխան վայր։ Ամբողջ գույքն էլ կպետականացվի։ Այդ քո դվարեցնել սարքելու եմ նախագահական նստավայր։ Պարզ ասեմ, հիմիկվանից պետական դվարեց։ Ընդունելությունների տուն, պրծավ։ Մեռանք ասելով քեզ, մեռանք բացատրելով, որ քո անդաստիրակ նարկաման տղու գամերը քաշի։ Դու չես կարում հասկանաս։ Զենք տնես մարդու գլխին երկի ասում է միլիոն ալիղ, միլիոն անգամ, իշքանը թե մարդ եղելա կայնած, այ բոզի տաղա, միլիոն անգամ քեզ ծսնեն, միլիոն ալիղ ռոզ երկի տակ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ նախկին ներկա թեմաներին, ես ասել եմ եւ նորից եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը դա Սերժ Սարգսյանի շարունակությունն է, վարում է նույն քաղաքականությունը ինչ որն է, վառօրինակ Բայդենի էտելխոմ չեն կարող ասեն սուտա, նկարահանումը որտեղ մարդն ասում է, որ Սերժ Սարգսյանը թույլ չտվեց մենք ընդունենք հայոց ցեղասպանությունը, հիմա էլ գնացել կապել են սահմանադրությունից, սահմանադրություն են ուզում փոխեն այս բոզի տղեկը, հասկանալի է ինչի համար, որ նոր ընտրություններ եւ այլն։ Ես որպես պետական գործիչ հայտարարում եմ, որ կատեգորիկ դեմ եմ սահմանադրության փոփոխությանը, այն ֆորմատով, որով որ սրանք բերելու են։ Բնականաբար սահմանադրությունը իրենք փոխում են հաշվի առնելով Ադրբեջանի պահանջները եւ Ադրբեջանի ճնշումները։ Եմ որ ասում եմ ուր հասանք, արդեն Ադրբեջանն է որոշում մենք ինչ սահմանադրություն պիտի ունենանք։ Ես կարող եմ ասել ընդամենը մի բան։ Չգիտեմ, այս անգամ մեր ժողովուրդը կլինի միասնական, կհասկանա, թե չի հասկանա, որ ոչ մի պարագայում այս իշխանությունների կողմից բերված ոչ մի օրենք, ով պիտի գնա հանրաքվեի, չպիտի քվեարկվի կողմ։ Սա մեկ։ Երկրորդը, ես գտնում եմ, որ այս տիպի ավերված երրորդ հանրապետությունը ունի միայն մեկ փրկություն։ Դա չորրորդ հանրապետության ստեղծումն է։ Գլողի ծոցը ուղարկելով բոլոր այն պայմանագրերը, բոլոր այն օրենքները, բոլոր այն վճիռները, բոլոր այն չգիտեմ ինչ կա չկա, որը որ եղել է 30-ամյա պետության մեջ, իրաց պայմանագրերով, գործարքներով, սահմանադրությունը, բոլորը պետքա լցել աղբանոցը, որ ասում է давайте сотрем и начнем сначала։ Պետքա սկսել նորից, սկսել նոր էջից, նոր տողից, դնել նոր երկիր, նոր հիմք, նոր սահմանադրություն, նոր գերբ, նոր դրոշ, նոր հիմ, ամեն ինչը նոր։ Ամեն ինչը նոր։ Սա այն տիպի է այլևս Հայաստանի Հանրապետություն կոչվածը պղծվե, այն տիպի է նեխե, փդե, այլասերվե, որ հնարավոր ով էլ ուզում է գանստի, դաժե Վարդան Ղուկասյան, գանստի, սրանց քանդած ավիրացի վրա չի կարա քարշարի, ինչքան էլ շարի, բլելա թափի, արդեն տակից ավիրել են, նեխելա, էլ այս օրգանիզմը ենթակա չի, և միակ ելքը ես ոսնեմ, իմ այն նորից ֆրացին կպան սահմանադրությանը,
Այս երկիրը ինչ ստեղծվել է, ով գալիս է համանդրությունն փոխում, ով գալիս է համանդրությունն փոխում։ Այս կետը նախագահական, կիսանախագահական պարլամենտ, SN, արա, համանդրությունը մեղք չունի, որ դուք չեք կարողանում երկիր կառավարեք։ Համանդրությունը մեղք չունի, որ քո դատարանները բոզի տղա են, որ քո կրթական համակարգը ոչնչություն է, առողջապահություն չունես, բերթեր, այդտեղ համանդրություն, պրիչոմ։ Ստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ դուք որպես ղեկավար այրեր պոռնիկի ծնունդ եք բառից ամենաբուն իմաստով։ Դուք զբաղված եք ալանով, թալանով, կեղեքելով։ Երկիրը ունի շատ պարզ, եմ որ ասում ասես, անասունին էլ դաժե հասկանալի է, շատ պարզ մոտեցում։ Ուզում ես ունենալ պետություն, ամենաառաջինը ոչնչացնել կոռուպցիա չպիտի լինի կոռուպցիա։ Այդ 500 դրամանոց դուշը, որ պետության վրա դրել է 72,000 դրամով, արդեն այդ կոնտրակտը ստորագրած մարդիկ պիտի բերթում փդեին, արդեն կրթության գիտության նախարարի հետ միասին, իա այդ ծիգի ղեկավարով ոչ մի բան։ Նորից շարունակ, այն Չախոյանը, որ ցույց է տալում ասֆալտը փռում է բորձուրով քանդում է, արդեն այդ ասֆալտ փռողը արդեն որպես դու քաղաքապետ, որպես դու դատախազ, որպես դու արդեն պիտի գնաք այդ ասֆալտ փռողի ձեռին կանդալը գցեք ու տանեք, վերջ, տնով, տեղով, գույքով, բայց այդ պրոցեսը չկա։ 2018 թվականին կես միլիոն մարդ լծվավ փողոց, մերժի Սերժին կոչով, ուրա հարգարժան Սերժ Սարգսյանը, համար ֆրմա, Ռոբերտ Քոչարյանն ուրա, իա միլիարդներով, քաղաքական սպանություններով, վաղեմուսան ժամկետն անցել է, շաջողություն։ Այսինքն մենք տենում ենք, որ սկզբից մինչև հիմա, սրանք գործանող չեն, սրանք պետություն սիրող չեն, սրանք գալիս են ծսնելու համար բառից ամենաբուն իմաստով։ Պետություն կառավարելը շատ բարդ է, բայց շատ նաև պարզ։ Ընդամենը պիտի լինի կամքի ուժ, վերնախավից որևիցե մեկի մոտ, ամենավերնախավի, որն ասում է հորողպոր տղա, քերու տղա, բարեկամի տղա, ոչինչ գոյություն չունի, գլխատել բոլորին։ Այսինքն իմ խորհրդանիշը, որը որ մենք դրել ենք, այն Վահանը երկու տապորներով աչուձախ, այդ երկու տապորները դա են խորհրդանշում, աչուձախ կացնահայելով էթը մենք կապ չունի, սա բարեկամա, սա խնամիա, սա ծանոթա, սա էնա։ Պարզ որոշում, կոռուպցիա հասկացու, պետությունից գողացան, դու պետական դավաճան ես, Ստալինի օրենք, վրակ նարոդա, ռաստրելած, սո։ Ու տնով, տեղով, ամեն ինչով գույքի բռնագրավում, որովհետև ինչի է պետական չինովնիկը դա անում է իա կնգա, դա անում է իա երեխեքի, դա անում է իա բոզերի, քածերի, լրբերի համար։ Իսկ եթե պետական չինովնիկը տենում է, որ արեց, իան տարան կողին ծակը, եղած չեղածը պետականացվեց, կնգան, երեխեքին զրկում ես, վաբշե Հայաստանի քաղաքացիությունից ու հանում սիկտեր ես անում եկից, ասում ես դավայց սիկտեր եղեք, դուք ստեղ մնա, ու գույքը խլեցին, էլ ինքը չի անի։ Ինքը կհասկանա բռնվելուց, զրկվելու է ամեն ինչից։ Հասկանալի է։ Սա մեկ, որպեսզի մտի մեր ժողովրդի ուղեղացի, ստեղ պետք է ուղղակի կամք, որը չկա։ Ով դոլարն իտենն թուլանմա, որովհետև կյանքում չէ տեսե պատիս կախ, տեսան ճակտիս կախ։ Հաջորդ քայլը, այսինքն նաև ես ուզում եմ բանը բացատրել քայլ, որ գրած խոսք իմ գերբից։ Գերբի վրա պատկերված է սպիտակ գայլ։ Գայլը այն եզակի կենդանին է, որը վարժեցման չի ենթարկվում։ Ի տարբերություն առյուծների, որոնք եմ ասում волк, ցիրկե не выступает։ Գելը կրկեսում չես տեսնի, դու կրկեսում գայլ։ Առյուծ կտենաս, բիղ կտենաս, վագր կտենաս, առյուծ կտենաս, արծիվ կտենաս, բայց գայլ չես տեսնի։ Այդ մարդը չի վարժանում։ Գայլ կոչվածը ինքը սոցիալ ժողովն է, սոցիալական կենդան, ինքը հոգատանում իա սերունդի մասին, հոգատանում իա ոհմակի, բայց մեր մի հատ գայլ է, սպիտակ գայլ։ Սպիտակ գայլը իա չափերով ավելի մեծ է, քան գորշ գայլը, մաքրություն խորհրդանշելով իր մեջ։ Ես սպիտակ գայլը կծծնի գորշ գայլերին։ Վահանն էլ բոլորի համար հասկանալի է, օրենքի ամեն ինչի որպես պաշտպան,
Շատ բարձ, առանց մասի սար, եռագույն, արագած, չգիտեմ ընդեղ խաչ, ոչ մի ավելորդություն։ Օրենք, կոռուպցիա գալ որպես կենթանի խորհրդանիշ, որ չի ենթարկվում ոչ մեկի։ Սամ պասիբե։ Իսկ եթե նվիրվեց մի հոգու նվիրվում է չէ։ Դա է էությունը գերբի։ Հիմա ասենք առաջ, պետություն կառուցելու համար 3 բնագավառ կա, որոնց որ հարկավոր է իրոք բառի իմաստով տիրություն անել ամենաառաջնային հերթով։ Զինվորական, բժիշկ, ուսուցիչ։ Բայց այս 3 խմբերը այսօր ամենախոցելի, ամենաանտեր, ամենաբացիթողի, ամենաառհամարված կատեգորիաներն են։ Դրա համար էլ մենք պետություն չունենք։ Եվ սա եկել է դեռ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան ժամանակներից։ Սա մենակ սրանց օրոք չի, սրանց օրոք ավելի պարզ արտահայտվեց։ Այդ իսկ պատճառով մենք ունենք այսօր այն, ինչ որ ունենք։ Եվ դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության հիմքում դրված է լինելու սա։ Կոռուպցիա լիակատար, ոչնչացում։ Իմեկը ես հասկանում եմ 100%-ով բացառվում է, բայց գոնե եթե մենք ոչնչացնենք 85%-ով, երկիրը կդառնա։ Միանշան, որովհետև հիմա 100%-անոց կոռուպցիա է։ Եվ այս 3 կատեգորիաները՝ ուսուցիչ, բժիշկ, զինվորական, այսինքն աֆիցերի, պիտի լինեն ամենաապահոված, ամենահարգված, ամենաէլիտար մարդիկ։ Վերցնենք Իսրայելի օրինակը, Ընտիկին Գոլդեն Մեյներ ասում ով էր ասում, նույն ձևի, ամբողջովին համաձայն եմ այդ կրոջ հետ, օղոլմացիկ։ Իսկ մեր հայրենակիցներին, ովքեր որ անդամագրվել էին հանրային ձայն կուսակցությանը եւ հիմա ինձ անընդհատ գրում են ոնց անենք, ինչ անենք, մենք ուզում ենք դուրս գանք, ում դիմենք, որտեղ որ գրասենյակ կա, ոչ գիտ կա, հարգելի քաղաքացիներ։ Այն քաղաքացիները, ովքեր անդամագրված են եղել հանրային ձայն կուսակցությանը, վերցնում եք մի հատ սպիտակ թուղթ, վերևը գրում եք հանրային ձայն կուսակցության նախագահ Սևշուն Բալակ Թուլին, քաղաքացի այսինչ անից դիմում Խնդրում եմ դադարեցնել իմ անդամակցությունը հանրային ձայն կուսակցությանը։ Թուղթը դնում եք ծրարի մեջ, փակում եք, ծրարի վրա գրում եք հասցեն։ Քաղաք Երևան, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, այսինքն Նուբարաշեն ՔԿ-ի կալանավոր, կամ ավելի շուտ Նուբարաշեն ՔԿ, 4-րդ մասնաշենք կամ ուղղակի Նուբարաշեն ՔԿ 006 խցի կալանավոր Արտակ Բոզի տղուն։ Գրում եք, գցում եք պոչտա, գնում է իան։ Թող բացի կարդա։ Քանի որ կուսակցության նախագահան գտնվում է Բերդում։ Նույնիսկ եմ գտնվում Նուբարաշեն ՔԿ 006 խցի կալանավոր Արտակ Գավրուշայի Գալստյանին։ Դադարեցնել իմ անդամակցությունը հանրային ձայն կուսակցությանը։ Գրեք, գրգեք, որպեսզի այլևս հարցեր չլինի։ Իսկ ինչ վերաբերվում է մեր գրքին, ամենափնտրված չանցագործը գիրք արդեն վաճառվում է թե Հայաստանի համար, թե Միացյալ Նահանգների, թե Ռուսաստանի, ինչպես գնել տեղադրված է իմ Telegram կանալում, իմ այս Facebook-յան էջում, մյուս Facebook-յան էջերում, կարող եք հանգիստ WhatsApp տարբերակով զանգարել կամ գրել եւ գիրքը պատվիրել, որը կառաքվի ձեր կողմից նշված հասցեում։ Իսկ ինչ վերաբերվում է դեմոկրատիա օրենք եւ բանկարկապահություն կուսակցությանը, ես արդեն հայտարարել եմ, ազդարարով այսօր արդեն եւս հայտարարությունը գնացել է, որ կուսակցության անդրանիկ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Արմենիա Մարիոթ հյուրանոցի առաջին հարկ, Տիգրան Մեծ դալիճ։ Շուտով մենք ունենանք մեր գրասենյակը, որտեղ կարող եք գալ եւ անդամագրվել Դոգի կուսակցությանը։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հաջողություն։